Ողջույն սիրելի մարդիկ, ես Կարինեն եմ։ Օրագիր լրատվականի հարթակում զրուցում ենք զարմանալի մարդկանց հետ։ Թեման գիտությունն է զրույցի այսօրվա նյութը՝ հողը։ Մեր հյուրն է աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Խոյցյանը։ Բարև ձեզ, պարոն Խոյցյան։ Բարև ձեզ։ Մարդը ուղիղ կապ ունի հողի հետ, ապրում ենք հողի վրա, սնվում ենք հողից, սրբացրել ենք հողը և նույնիսկ ասում ենք հող ենք դառնալու։ Թերևս այս մասին վերջում, իսկ եթե ձեր մասնագիտության տեսանկյունից ինչ է հողը։ Հարգելի Կարինե, շնորհակալ եմ նախ հրավերքի համար։ Սիրով։ Իհարկե գիտական առումով ընտրված է շատ հետաքրքիր թեմա։ Երկիր մոլորակի նրա աշխարհագրական թաղանթի կարևորագույն բաղադրիչներից մեկն է կընտրել հողը, որը բնության հրաշալիքներից մեկն է։ Ինչ է հողը։ Ձեր առածին հարցի պատասխանը։ Հողը դա բնապատմական գոյացություն է, ես քիչ հետո բնապատմական նաև բովանդակությունը կբացեմ, որը իրենից ներկայացնում է երկիր մոլորակի համարյա բոլոր ոլորտների փոխազդեցության արդյունք, այսինքն հողը մի մարմին է, որն առաջանում է անկենդան եւ կենդանի բնության միասնության արդյունքում, նրան ձևավորման գործում մասնակցում են երկրաբանական հիմքը, մայրական ապարները, ռելիեֆը, կլիման, ջրերը, բուսական կենդանական աշխարհը, նաև մարդը իր ազդեցություն ունի հողի ձևավորման գործում, եւ այս երկար բանաձևի վերջում ավելացնում ենք ժամանակի հասկացողությունը, ժամանակի ֆենոմենը, որը շրջանառության մեջ դրվեց ժամանակակից գենետիկական հողագիտության հիմնադիր Դոկուչաևի կողմից, որի իմաստն այն է, որ հողի ձևավորումը պահանջում է բավականին երկար ժամանակահատված, եւ այդ երկար ժամանակահատվածի մեջ են ներառվում այն բոլոր պրոցեսները, որոնք բնության ընթացքում ձևավորման մասնակցում են եւ պատահական չի, որ հողը իր մեջ կրում է տվյալ ժամանակահատվածի ինֆորմացիան։ Հողը ոչ միայն բնական երևույթի արդյունք է, ոչ միայն արտադրության միջոց է, այլ նաև այն մի մարմին է, որը իր մեջ կրում է ժամանակի ազդեցությունը, նշվածս բոլոր բաղադրիչների, երկրաբանական հիմքի, ռելիեֆի, կլիմայի, բուսականության, կենդանական աշխարհի միկրոօրգանիզմների ազդեցության եւ այն արտացոլում է տվյալ ժամանակահատվածի իրավիճակը եւ պատահական չի, որ հողերի ուսումնասիրությանը մեծ տեղ են տալիս նաև հնագետները, որոնք հսկայական ինֆորմացիա են ստանում հողում հարյուրավոր տարիների ընթացքում ձևավորման process-ի ընթացքում նաև արտաքին այլ միջամտություններին եւ հողի ամենակարևոր առանձնահատկությունը նաև նա է, որ այն օժտված է բերիությամբ եւ պատահական չի, որ դուք օգտագործեցիք մայր հող հասկացողությունը եւ հողի ֆենոմենը դեռևս հազարամյակների պատմություն ունի, դեռևս հնագույն քաղաքակրթություններում միշտ հողը ընկալվել է որպես բնության այն ամենակարող ուժը, որը ստեղծում է բերք ու բարիք, որի վրա աճում են բուսականությունը, ապրում են կենդանական աշխարհի ներկայացուցիչները եւ մարդը իր հասարակական տնտեսական գործունեությունն է ծավալում։ Տեսեք, հող բառը ռուսերեն ասենք земля նաև մեր երկիր մոլորակի անունն է, որպես երկիր земля անվանումով եւ երկիր մոլորակի process-ների այն գործընթացը, որը բերում է այս բարդ գոյացության ձևավորմանը, պահանջում է հարյուրավոր տարիներ, բայց ցավալին այն է, որ այդ բերիությամբ օժտված մարմինը կարող է շատ արագ քայքայվել, տեղատարվել եւ սա այս երևույթի նկատմամբ հետաքրությունը ել ավելի է մեծացնում։ Եվ պատահական չի, որ բոլոր հնագույն ժողովուրդները
հողը սրբացրել են հողերի աստվածներ հասկացողությունը սլավոնների մոտ, հին մայաների մոտ, մերձավոր արևելքի տարբեր ժողովուրդների մոտ, հայկական դիցաբանության մեջ նույնպես հողի աստվածացման եւ եթե ուշադրություն եք դարձնում նա մայր այսինքն իքական սեռի ներկայացուցիչ է, որը ծնում է, որը բերք ու բարիք է տալիս եւ պատահական չի որ երկրի եւ երկնքի աստվածների փոխհարաբերությամբ այսպես են ասում հայր աստվածը երկնքից ուղարկում է խոնավություն, որից բեղնավորվում է մայր հողը եւ տալիս է սերունդ, այսինքն տալիս է բերք ու բարիք։ Սրա մեջ կա դիցաբանական, բայց շատ մեծ գիտական նաեւ հետաքրքրություն եւ հողի նկատմամբ հետաքրքրությունը այո, ինչպես գիտական նեղ բովանդակությունից ունի նաեւ ահա նման հետաքրքիր մեկնաբանություններ։ Եթե ետ գնանք մոլորակի կենսագրության մեջ, ապա վաղագույն ժամանակներում, այսինքն մոտավորապես 4 միլիարդ, 3 միլիարդ տարի առաջ հող չի եղել։ Այո, իհարկե։ Ինչպես եւ երբ ձևավորվեց հողային շերտը։ Անշուշտ երկիր մոլորակը ունի շուրջ 4.5 միլիարդ տարվա պատմություն, որից մոտավորապես 1.5 միլիարդ տարին երկիրը եղել է անկենթան, արխեոյան, պրոտերոզոյան դարաշրջանները որակվում են դեռևս երկիր մոլորակի որպես տեսերական մարմնի ձևավորման պրոցեսները, ներքին պրոցեսներ, արտաքին գործոնների ազդեցության տակ փոխադարձ ազդեցությամբ երկիր մոլորակի արտաքին տեսքի ձևավորումներ, իսկ մոտավորապես պրոտերոզոյան դարաշրջանի վերջից, պալեոզոյի սկզբից արդեն առաջին, այսպես կոչված պրիմիտիվ օրգանիզմների ձևավորման դարաշրջանն է սկսվում, որը մոտավորապես երբ էր։ Դա մոտավորապես 2.8-ից 3.2 միլիարդ տարի մեզանից առաջ, երբ որ արդեն կյանքի գոյության առաջի սաղմներն էին ձևավորվում եւ ըստ էության հողը արդեն պիտի մասնակցեր այդ պրոցեսներին, բայց ժամանակակից երկրագնդի վրա արկա հազարավոր հողատիպերի մեջ կան եւ հնագույն դեռևս միջև այժմ պահպանված եւ շատ երիտասարդ հողեր։ Օրինակ մեր Հայաստանի Հանրապետության հողային ծածկույթի ճնշող մեծամասնությունը անհամեմատ երկրաբանական նման ժամանակահատվածի համեմատությամբ երիտասարդ է։ Պլիոցենի վերջում 4-րդականի սկզբում են ժամանակակից հողերը ձևավորվել Հայաստանի Հանրապետության տարածքի սևահողերը, անտառային հողերը, անապատակիս անապատային, մարգագետնային եւ այլ հողեր։ Մենք անհամեմատ երիտասարդ երկրաբանական առումով էլ տարածաշրջանում ենք գտնվում Ալփ-Հիմալայան գեոսկալային մարզի տարածքում եւ մեր հանրապետության ցամաքային զարգացման փուլը հետօլիգոցենյան ժամանակաշրջանն է եղել եւ ըստ էության անհամեմատ երիտասարդ հողեր են։ Կան շատ գեր ժամանակակից երիտասարդ հողեր, օրինակ աղոտ ալկալի հողերը Հայաստանի Հանրապետության տարածքում, հիդրոմորֆ ջրերի ազդեցության տակ ձևավորված հողերը Արարատյան դաշտում, սրանք երիտասարդ հողեր են, բայց երկրագնդի վրա կան պահպանված նաև հնագույն միլիոնավոր, տասնյակ, հարյուրավոր միլիոնավոր տարիների պատմություն ունեցող հողեր, այնպես որ հողը ոչ միայն արտաքին տեսքով է խիստ խայտաբղետ, այլ նաև ժամանակագրական առումով երկրագնդում արկա հողատիպերը բավականին տարբերվում են իրենց հասակային տարբերությամբ։ Այդ հնագույն հողերը որտեղ են։ Այդ հնագույն հողերը որպես կանոն տարածվում են երկրագնդի պլատֆորմային հատվածներում։ Բոլոր մայրցամաքների հիմքը կազմում են պլատֆորմներ։ Օրինակ, Աֆրիկայի Միջուկը աֆրիկյան պլատֆորմն է, հարավ-ամերիկյան պլատֆորմը, հյուսիս-ամերիկյան պլատֆորմը, Եվրասիայում կան մի քանի պլատֆորմներ, արևելաեվրոպական պլատֆորմը կամ ռուսական պլատֆորմը, սիբիրական պլատֆորմը, հնդկական պլատֆորմը, չինական պլատֆորմը, բոլոր մայրցամաքների միջուկը կազմող այդ հարթավայրային տարածքների պլատֆորմային հատվածների վերին փխրուն շերտը, որը ձևավորվել է, ունեն միլիոնավոր տարիների պատմություն եւ ընդհանրապես հողը դա երկրագնդի երկրակեղևի վերին փխրուն շերտն է, որը օժտված է բերք տալու հատկությամբ։ Իսկ արտաքինից տարբերվում են այդ հնագույն հողերը եւ երիտասարդ։ Իհարկե, ընդհանրապես բոլոր սկսած մայրական ապարներից վերջացրած նրա արտաքին ապարների
այսպես կոչված հողմնահարման արդյունքը իրարից տարբերվում են։ Որպես կանոն հողագետները գտնում են, որ արևադարձային, մերձարևադարձային, հասարակածային շրջանների հողերը, որոնք որպես կանոն ունեն կարմրավուն, գորշ կարմրավուն երանգներ, որը պայմանավորված է նրանց քիմիական միներալային կազմից, երկաթի, մանգանի, նրանց հիդրոքսիդների գոյացություններից, դրանք ավելի հին են։ Նույնիսկ գույնի առումով եթե նայում, իսկ ասենք սևահողերը շատ ավելի երիտասարդ հողեր են, ամենաերիտասարդ հողերը համարվում են մերձ արկտիկական գոտիների տարածքում, տունդրայի, ասենք, տունդրագլեյան հողերը, դրանք բոլորը չորրորդական սառցապատումից հետո առաջացած հողեր են, հողատիպեր են, տունդրայան, տունդրագլեյան հողերը, տորֆաճահճային հողերը, ինչպես ասեցի Արարատյան դաշտում մենք ունենք աղոտ ալկալի, դրանք արդեն մարդու նաև գործնեությանը, այսինքն մարդը մասնակցել է այդ հողերի ձևավորման գործընթացին, կամ հիդրոմորֆ հողատիպեր տարբեր տեսակի, թե արտաքինից, թե նրանց արդեն ներքին մեխանիկական կազմից, ֆիզիկա, քիմիական առանձնահատկություններից ելնելով մենք կարող ենք որոշել նրանց հասակը։ Արտաքինից այո, ձեր հարցը նույնպես տարբերվում են հին հողերը, որոնք ունեն հարյուրավոր, միլիոնավոր տարիների պատմություն եւ երիտասարդ թարմ, օրինակ մեր հայկական հրաբխային բարձրավանդակի տարածքում, հենց ՀՀ տարածքում կան երիտասարդ հրաբխային գոյացություններ, որոնց վրայի հողը ընդամենը մի քանի հազար տարվա պատմություն ունի, այսինքն նա թարմ, նոր ձևավորված հող է, իսկ հողը միանգամից գուցե առաջ է մկնում, նաև ասեմ ձեզ, որ ձևավորվում է կոնկրետ պրոցեսի արդյունքում։ Երկրակեղևը կազմող մայրական ապարները արտաքին գործոնների ազդեցության տակ սկսում են հողնահարվել, քայքայվել, ձևավորվում է այդ թխրուկը, որի մեջ դանդաղ աստիճանաբար օրգանական աշխարհն է սկսում գործունեություն ծավալել։ Դրանք են հիմնականում միկրոօրգանիզմները, միկրոաշխարհը, որը անզեն աչքով տեսանելի չէ, ինչպես նաև հողում ապրող միկրո, մեզո, մակրո օրգանիզմները, անձրևավորներ, խլուրդներ, մկներ, տարբեր օրգանիզմներ, որոնք բոլորն էլ այս կամ այն չափով նպաստում են հետագա հողագոյացման process-ին։ Իսկ կան դեռևս երկրագնդի վրա իրոք տարածքներ, որտեղ հողմնահարման կեղևը հսկայական կուտակումներ ունի, բայց դեռ հող չի դառնում, որտեղ օրգանիզմների ձևավորման եւ գործունեության նախապայմանները քիչ են կամ թույլ են կամ ընդհանրապես չկան։ Այդպիսի տարածքներում հողմնահարված նյութը կարող է մի քանի մետր հզոր շերտերով տարածվի, բայց դեռ հող չդառնա։ Այսինքն ավազ է։ Հողմնահարված նյութ է, որը մեխանիկական կազմի տեսակետից կարող են լինել կավեր, կավավազներ, ավազներ, կմախքային հողեր, որտեղ օրգանիզմների գործունեությունը կամ շատ թույլ է, կամ գտնվում է սաղմնային վիճակում, դեռևս վերջնականապես հող չի ձևավորվել։ Իսկ եթե մենք նայենք հողի արդեն կտրվածքը, որը ցանկացած նույնիսկ ուսումնական պրակտիկաների ընթացքում մենք ուսանողներին ցույց ենք տալիս, դրանք իրենցից ներկայացնում են որոշակի հորիզոններ, վերևից ներքև, եթե մենք կտրենք 1.5, 2 մետր խորությամբ հողային շերտի կտրվածք, մենք տեսնենք, որ հողի ամենավերին շերտում մուգ գունավորում ունեցող օրգանական նյութերով հարուստ հումուսային նյութերն են, ինչքան շարժվում ենք դեպի խորը շերտեր, դեպի մայրական ապարներ, այնքան գույնը մքությունը թուլանում է եւ գնում է հասնում է այն մայրական ապարի գույնին, որի հողմնահարման արդյունքում ձևավորվել է այդ հողաշերտը։ Սա հողի գենետիկական հորիզոններ են կոչվում եւ հողերի ուսումնասիրման հիմնական միջոցն են։ Այսինքն մայրական ապարները միշտ ավելի բաց գույն ունեն, քան մակերևույթը։ Պարտադիր չի բաց գույնի լինի, բայց նա էականորեն տարբերվում են նրա վրա ձև։ Կարող են լինել կրաքարեր, կարող են լինել մերգելներ, կարող են լինել գրանիտներ, բազալտներ, նայած թե ինչ ծագում ունեն, իսկ երկրակեղևը կազմող ապարները լինում են հրաբխային ծագման, ստրուկտուրային ծալքավոր ծագման, նստվածքային ծագման, նրանց վրա ձևավորվող հողմնահարման այդ հաստույթը, որը ձևավորվում է եւ ժամանակի ընթացքում ձեռք է բերում մի քանի սանտիմետրից մինչեւ 1 եւ 2 եւ ավելի մետր հաստություն, դա այդ հողային շերտի ամբողջ կտրվածքն է։ Իսկ հողի ձևավորման process-ում ես ասեցի արդեն մասնակցում են բազմաթիվ գործեր, եթե ռելիեֆի դրական ձևերի վրա է հողագոյացում գնում, լեռներ, բլուրներ, սարահարթեր, հողային շերտի հաստությունը այդքան մեծ չէ,
որովհետև քայքայվող ձևավորվող հողային շերտը նաև թեքության ծանրահակ ուժերի ազդեցության տակ տեղատարվում է դեպի լեռների, բլուրների լանջերը, ստորոտները, իսկ ցածրադիր հատվածներում, հարթավայրերում հողային հաստույթի հզորությունը բավականին մեծ է, որտեղ նրա հողմնահարված նյութի եւ հողագոյացման ամբողջ process-ը տեղում է մնում է եւ երկար ժամանակի ընթացքում ձևավորում է հզոր հողային շերտ։ Այսպիսով հողի ձևավորման process-ին, ինչպես տեսակ, մասնակցում են թե անկենթան բնության ներկայացուցիչներ եւ թե կենթանի բնության։ Անկենթանը, նորից եմ կրկնում, դա մայրական ապարներն են հատկապես, որի վրա ձևավորում է տվյալ հողը եւ միշտ հիշենք, որ այն հատկությունը, ինչը որոնու է տվյալ մայրական ապարը, գենետիկորեն փոխանցվում է նրա վրա ձևավորվող հողին։ Ասենք, եթե հիմնային ապարներ են, թթվային ապարներ են, չեզոք ապարներ են, նրանց այդ հատկությունները փոխանցվում են նաև նրա վրա ձևավորվող հողային շերտին։ Իսկ բացի ապարներից հողի այս բարդ process-ը, որպեսզի իրականանա, ակտիվ մասնակցություն ունենում կլիման, կլիմային ածանցյալ ջրերը, կլիմայի պայմաններում ձևավորվող բուսականությունը, կենթանական աշխարհը։ Իսկ եթե այսպես ես աշխատում եմ շատ ստատիստիկ նյութով չծանրաբեռնեմ, բայց եթե միջինացված ցուցանիշով վերցնում ենք, հողի բաղադրության 45%-ը մայրական ապարների հողմնահարված նյութն է, 20%-ը ջուրն է հողային հաստույթի մեջ, 20% օդն է, որը քիչ հետո ես կբացատրեմ հողային ծակոտկիներում կուտակված օդն է եւ որը հսկայական նշանակություն ունի հողի, նրանում ապրող օրգանիզմների եւ հատկապես բուսականության աճի բերքատվության համար եւ 5%-ը, ուրեմն 45, 20, 20 դարձավ 95, 5%-ը օրգանական նյութն է, այն որին վերջնական տեսքով մենք անվանում ենք հումուս եւ որը այդ հողային շերտի ամենավերին բարակ շերտն է, որը կարող է ունենալ 1 սանտիմետրից ավելի ոչ հզոր բերի հողերում միջև 5, 10, 15 սանտիմետր սևահողերում, մարգագետնային հողերում, որոնք համարվում են ամենաբերի հողերը։ Եվ այս փոխհարաբերությունների process-ում աննկատ, բայց իրենց հատուկ դեր ունեն նաև օդը եւ ջուրը եւ ջրային process-ները, ջուրը իր մեջ լուծելով տարբեր նյութեր եւ մայրական ապարներից շերտերից մազանոթներով բարձրացնում է դեպի վերին շերտեր եւ ընդհակառակը մակերևույթային տեղումների արդյունքում լուծված աղերի ձևով նյութերին տեղափոխում է դեպի հողի ստորին շերտերը եւ այս process-ը անընդհատ process է եւ այս process-ի արդյունքում ձևավորում է հողի ջրային հատկությունները իսկ օդն էլ եթե գիշերը կամ ձմռանը ապարները սառում են, սեղմվում են, նրանց արդյունքում առաջացած դատարկություններում լցվում է օդը եւ ձևավորում է հողի օդային ռեժիմը, որը նույնպես շատ կարեւոր է։ Առանց օդի հողում չեն կարող ապրել օրգանիզմները, իսկ օրգանիզմները հսկայական նշանակություն ունեն հողում, հողային process-ների եւ հողի բերիության ձևավորման գործում։ Ինչքան էլ հետաքրքիր է առյուծի բաժինը ընկնում աչքի համար անտեսանելի միկրոաշխարհին, միկրոօրգանիզմներին կամ ինչպես ասում են մանր օրգանիզմներին, որոնք նույնպես լինում են օդակյաց եւ անօդակյաց կամ լատիներեն ասած աերոբ եւ անաերոբ օրգանիզմներ։ Աերոբ օրգանիզմները, միկրոօրգանիզմները իրենց նյութերի քայքայման process-ը իրականացնում են ազատ օդի թթվածնի մուտքի պայմաններում, արկայության պայմաններում, իսկ անաերոբ process-ները առանց օդի, դրա համար աերոբ միկրոօրգանիզմները հումուսի process-ի ձևավորման գործում հողում ապրող բուսական եւ կենդանական օրգանիզմների քայքայումը հասցնում են միջև վերջ, տեղի ունենում հանքայնացման վերջնական փուլ, իսկ անաերոբ օրգանիզմները օդի բացակայության պայմաններում քայքայման process-ը միջև վերջ չեն հասցնում եւ ինչպես ասում են փթում է ոչ վերջնական քայքայման process-ի է ենթարկվում եւ մարդը դեռևս հնագույն ժամանակներից տեսել է այս process-ների դեռևս սկզբում պրիմիտիվ բնօգտագործման պայմաններում հետո աստիճանաբար կատարելագործելով հասել մեր ժամանակներում բայց ամեն դեպքում հողը սրբացվել է այդ դուք հաղորդման սկզբում ասում էիք հողը իր հող դարձար այս
մետաֆորիկ այսպես կոչված քրիստոնեական այսօրվա ամենատարածված գործընթացներից մեկը, ինչու, որտեվ ինչ էր ասվում, Ադամին Աստված ստեղծեց հողից, մարդուն ստեղծեց հողից, եւ վերջում ձեզ հայտնի իրադարձությունների պայմաններում, երբ որ զայրացավ Աստված, երբ որ նրան նաև մահ տվեց, նշվեց, որ հողեիր հող կդառնաս։ Եվ գիտեք, շատ հետաքրքիր է ամենատարբեր ժողովուրդների մոտ, մեր մոտ էլ կա, երբ որ մարդուն հանձնում են հողին, դագաղի վրա մի բուռ հող են գցում եւ գտնում են, որ դու դրանով նաև նրան ես փոխանցում մարդու հող դառ, այսինքն մարդու հոգին բարձրանում է վեր իր հոր մոտ, ինչպես ասում են, իսկ մարդու ֆիզիկական մարմինը գնում է իր մոր մոտ, գնում է մայր հողին է հանձնվում եւ այս փոխհարաբերությունը, ինչպես եւ սկզբում ես ասեցի, անձրևի միջոցով հայր Աստվածը ոռոգում է եւ բերիություն է տալիս մայր հողը, բեղմնավորում է նրան եւ նա սերունդ է տալիս, այդ փոխհարաբերության մեջ կա նաև հոգու եւ մարմնի ֆիզիկապես հողին հանձնելու եւ հոգին դեպի երկինք բարձրանալու գործընթացի հետ։ Տեսնում եք ինչքան հետաքրքիր զուտ ակադեմիական գիտականի հետ մեկտեղ կա նաև մարդու կողմից դեռևս հնագույն ժամանակներից առաջացած գուցե պրիմիտիվ, բայց իր հիմքում բավականին իմաստալից բացատրություններ տալիս եւ որը շատ կարեւոր է եւ ես միշտ գտնում եմ որ ձեր ասած բնակետը չպետք է սահմանափակվի դաշտում կամ բնական երևույթների լաբորատորիայում զուտ նեղ այսպես կոչված պրագմատիկ գործունեությամբ նա պետք է նաեւ մի քիչ էմոցիոնալ լինի բնության օրինակ ես իմ բոլոր էքսպեդիցիաների ժամանակ գնացել եմ ուսումնասիրում եմ հողերը ռելիեֆը ինչ որ բնական գործոն անպայման զրուցում եմ մարդկանց հետ մարդկանց կարծիքը, մարդկանց տեսակետը, որոնց մեջ կան ավանդույթներ, կան տեսակետներ, կան ներքին տվյալ ժողովրդին բնորոշ առանձնահատկություններ, որը շատ հետաքրքիր գիտական ինֆորմացիա է տալիս, որը դու հետագայում մշակում ես, տեսնում ես նրա մեջ ռացիոնալ հատիկ եւ կապը բնական եւ հասարակական երևույթների հետ, իսկ հողը իմիջայլոց բնահասարակական երևույթ է, ինքը ոչ միայն բնության իմ միջայժմ մեկնաբանած պրոցեսների արդյունք է, այլ նաև մարդու հասարակական, արտադրական ազդեցության արդյունք է, որտեղ մարդը հատկապես վերջին հազարամյակներում օրեցօր խորացող ակտիվությամբ է սկսել ազդել հողային պրոցեսների վրա եւ իհարկե նպատակը եղել է ավելի բարելավել հողը, անապատը ոռոգել, ճահիճը չորացնել, բերել օպտիմալ ինչ-որ վիճակների, բայց ցավոք սրտի մարդը նաև բազմաթիվ սխալներ է թույլ տվել հազարամյակների ընթացքում, նույնիսկ մեր այսօրվա գիտատեխնիկական ժամանակաշրջանում մենք տեսնում ենք բազմաթիվ հողօգտագործման արդեն որպես տնտեսական կատեգորիայի փոխհարաբերության արդյունքում բազմաթիվ սխալներ, որն էլ պատճառը դառնում այդքան փխրուն, այդքան զգայուն, այդքան կյանքի եւ երկիր մոլորակի կյանքի գոյության համար կարեւոր հողի հետագա գոյության հարցն է դրվում հարցականի տակ այսօր ես քիչ առաջ ասեցի 1 սանտիմետրանոց հողի ձևավորման համար 100 եւ ավելի տարի է պահանջվում բայց քամիները հոսող ջրերը մարդու սխալ տնտեսական օգտագործումը կարող է րոպեների ժամերի լավ թող ամիսների լավ թող տարիների ընթացքում այդ հարյուրավոր հազարավոր տարիների ձևավորված հողային շերտը քայքայում տեղատարում է արդյունքում ունենում ենք հողից զրկված անպտուղ հսկայական տարածքներ իսկ ամեն տարի երկրագնդի վրա մոտ 6-ից 6.5 միլիոն հեկտար հողատարածք դուրս է գալիս հողօգտագործման բալանսից իսկ սա մեծ կորուստ է իհարկե երկրագնդի բնակչությունը անընդհատ աճում է մարդկանց պահանջմունքները անընդհատ մեծանում են սննդի, հագուստի, տնտեսական ամենատարբեր նյութերի պահանջը լրացվում է ի հաշիվ հողի մշակման իհարկե ժամանակակից տեխնոլոգիաները նաև արհեստական տարբեր միջոցներ են տրամադրում մարդին փոխարինելով հողին, բայց միևնույն է ժամանակակից գիտնականները գտնում են դեռևս սննդի, հագուստի եւ բազմաթիվ այլ պահանջմունքների բավարարման 95 եւ ավելի տոկոսը մարդը կախված է հողից ստացած
արդյունքներից։ Դուք նշեցիք, որ մարդը սխալ է վարվում հողի հետ, եւ ես հիշեցի, որ ամեն տարի գարնանը, երբ հողային աշխատանքները գյուղատնտեսական շրջանակներում սկսվում են, բազմաթիվ հարյուրավոր, նույնիսկ հազարավոր գյուղացիներ իրենց հողի աղբահավաքում այրում են։ Գիտեք, դուք բերում եք ընդամենը մի փոքրիկ դեպք, մի փոքրիկ օրինակ, այո, դա նույնպես վաղուց եկած տրադիցիաների շարունակություն է, երբեմն ոմանք նույնիսկ փորձում են հիմնավորել, որ դա արդարացված է եւ դա ունի դրական ազդեցություն, որտեղ մոխրացած նյութը հողին տալիս է մոխրային էլեմենտների որոշակի լրացուցիչ պաշար, իսկ մոխրային էլեմենտները երկաթի, մանգանի եւ այլ բազմաթիվ էլեմենտների առկայությունը հողի համար խիստ կարեւոր է, բայց այլը եթե դա կատարվում է բնական ճանապարհով, օրինակ բնական անտառների հող ամեն օր անտառները չեն այրվում, այսինքն որոշակի հարյուրամյակների, տասնամյակների կամ հազարամյակները մեկ նման գլոբալ process-ները, եթե տեղ կամ հրաբուխների ժայթքում այդ հրաբխային մոխրի դուրս գալը, որպես կանոն հրաբխային հողերը շատ բերեն են, նույն սևահողերը Հայաստանի Հանրապետության 40%-ը հողերի, դրանք հիմնականում սևահողեր եւ սևահողանման հողատիպեր են, դրանք շատ բերի են, որտեղ նրանց մոտ հանքային էլեմենտների, նրանց վրա հիմնականում խոտային բուսականության, որտեղ տափաստանային լանդշաֆտի բնորոշ բուսատեսակները դրանք բազմամյա խոտերն են, որոնք ամեն տարի թափվում են, փտում են, հաջորդ տարի նորից աճում են եւ անընդհատ հողին տալիս են հումուսի համար անհրաժեշտ օրգանական նյութերի պաշարներ։ Դրա համար է տափաստաններում սևահողերի հումուսի պարունակությունը հասնում 10 եւ ավելի տոկոսի եւ հրաբխային շրջանները ունեն մեծ առավելություն այդ իմաստով, նախ երիտասարդ են, մարդու տնտեսական գործունեությունը արդեն վերջին մի քանի հազարամյակում է, որ եղել է, կապ չունի, ասենք 1 միլիոն տարի առաջվա պրիմիտիվ մարդ հիշեցնող Արարածը բնօգտագործման գերպրիմիտիվ միջոցներով էր հարաբերվում բնության հետ, ժամանակակից մարդը իր տեխնոլոգիաներով հսկայական ազդեցություն է ունենում միջավայրի վրա, հսկայական սարեր կարող են մի քանի օրվա ընթացքում հատել, հեռացնել կամ ձորերը, կիրճերը համահարթեցնել, այսինքն այն, որ բնությունը բնական ճանապարհով անում է հազարամյակների, միլիոնավոր տարիների ընթացքում, մարդկային տնտեսական գործունեության ընթացքում, այդ նույն process-ը կարող է կատարվել օրերի, ամիսների ընթացքում։ Բնությունը, հոսող ջրերը, քամին, հողնահարման process-ների արդյունքում ռելիեֆի դրական ձևերը քայքայվում, տեղափոխվում են բացասական ռելիեֆի ձևերում են, կարծես թե համահարթեցվում է երկրի մակերևույթը։ Մենք հաճախ ուսանողներին ասում ենք ինչպես է հարթուկվում է երկրի մակերևույթը, իսկ մարդը դնում եւ դա շատ արագ process-ի արդյունքում է իրականացնում եւ որը չի կարող չանդրադառնալ բնական երևույթների բնականոն զարգացման process-ների վրա, իսկ հողը բնության բոլոր բաղադրիչների մեջ ամենազգայունն է։ Դուք արդեն տեսաք ինչքան տարբեր գործոններ են նրա ձևավորման process-ում ազդում եւ հերիք է որևէ էլեմենտ խախտվի այդ համակարգի, այդ համալիր process-ի մեջ, նա կարող է տանել արդեն անդառնալի process-ների զարգացման, որն էլ այսօրվա մեր ժամանակակից գլոբալ համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրների թվում է հողերի դեգրադացիան կամ ինչպես ընդունված է ասել անապատացման հիմնախնդիրը, որի հետ ես վերջին 25-30 տարին շատ ակտիվ աշխատել եմ, իմ դոկտորական թեզը հենց նվիրված էր անապատացման պատճառահետևանքային կապերի եւ տարածաժամանակային գնահատման սկզբունքներին եւ ինչքան էլ որ ցավալի է մեր երկիրը, որը գտնում է չոր մեր ծարևադարձային գոտում, այդ էկոլոգիական բավականին լուրջ պրոբլեմի կրողներից մեկն է, ամբողջ աշխարհում այժմ 180-ից ավելի երկիր ընդգրկված է անապատացման դեմ կոնվենցիայի գործունեությունների աշխատանքներին, այդ թվում նաև Հայաստանը, իսկ այդ պրոբլեմը բարձրացավ 1992 թվականին հայտնի Ռիոյի կոնֆերանսում, Ռիո դե Ժանեյրոյում, որտեղ բարձրացվեցին բազմաթիվ հիմնախնդիրներ, որը սպառնում է երկիր մոլորակի հետագա ճակատագրին, այդ թվում 3 խոշորագույն մեր օրերի գլոբալ պրոբլեմներին, դա կլիմայի գլոբալ փոփոխությունն է, որը նույնպես թե բնական եւ թե մարդու գործունեության արդյունք է, կենսաբազմազանության անկման հիմնախնդիրը, որը այսօր
երկիր մոլորակին սպառնացող ամենալուրջ խնդիրն է, եւ երրորդը հողերի դեգրադացման, անապատացման եւ երաշտի դեմ պայքարի հիմնախնդիրն է։ Հայաստանը ստորագրեց 1997 թվականին այդ կոնվենցիայի անդամ երկիր դարձավ եւ մինչեւ այժմ մեր երկրում բազմաթիվ աշխատանքներ են իրականացնում, որը ես կասեի ոչ այնքան ռացիոնալ, ոչ այնքան նպատակային, ինքս ակտիվ մասնակիցն եմ եղել այդ գործունեության, գիտական առումով մեր հիմնավորումները, մեր ուսումնասիրությունները բոլորը բարձր գնահատվել են աշխարհի մասշտաբով, բայց երբ որ գալիս է արդեն կոնկրետ գործնական քայլերի իրականացման գործընթացը, անապատասման դեմ պայքարի ռազմավարության գիտեք 7, 8, 9 ռազմավարական փուլեր են կանցել, բայց ցավոք սրտի այսօր շարունակում է Արարատյան դաշտում դեռևս աղոտ ալկալի հողերի ընդարձակումը, ճահիճների ավելացումը, էրոզացված լեռնալանջերի կամ ինչպես ասում են բեդլենդների վատահողեր, անպտուղ հողը ամբողջությամբ տեղատարվում է, քրքրված, մաշված, հովտագետային, խանդակային, ձորակային լանջերով տարված պատված լանջերի տարածքը մեծանում է եւ ոչ մի կոնկրետ գործառույթ, ոչ մի վերջնական առումով դրական արդյունք դեռևս չի ստացվում։ Այնպես որ այս հիմնախնդիրները սա լրիվ առանձին երևի հաղորդման խնդիրը ես չեմ ուզում ամբողջապես թեև ուղղակիորեն կապված է հողերի դեգրադացման, հողերի էրոզիայի, հողերի քայքայման process-ի հետ, բայց դա արդեն վաղուց դուրս է եկել միայն բնապահպանական էկոլոգիական հիմնախնդրից, այն դարձել է սոցիալական, տնտեսական, գլոբալ համամոլորակային, դրա համար ասում ենք, գիտեք, հատկապես վերջին իրադարձությունները աշխարհաքաղաքական զարգացումների, մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, նոր աշխարհակարգ է ձևավորվում եւ այլ, ցավոք սրտի իմ օրինակ պատմականորեն անալիզը ցույց է տալիս, որ դեռևս անտիկ ժամանակներից հունահռոմեական դարաշրջանից մինչև մեր օրերը բոլոր խոշոր աշխարհաքաղաքական զարգացումների փուլերը ուղեկցվել են միջավայրի, շրջակա միջավայրի, էկոլոգիական բնապահպանական process-ների երկրորդ պլան անցնելուն։ Այ հիմա տեսեք, բոլորը շահագրգռված են պատերազմները ստեղծելու, ավարտելու, քաղաքական հարաբերությունները, նոր սահմաններ գծելու աշխարհաքաղաքական նոր իրականության մեջ, ինձ թվում է էլ անապատացումը, կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանության հիմնախնդիրները կարծես թե երկրորդ պլան են անցնում։ Ինչքան երկարում է տվյալ, ինչքան մարդիկ ավելի աշխարհը վերաբաժանելու, իմն ու քո անելու process-ներով են գնում, համընդհանուր մեր մոլորակի, մեր երկրի, մեր տան մասին վերաբերմունքը կարծես թե երկրորդ պլան է անցնում։ Ես վերջին ժամանակներս ներքուստ շատ եմ զգում, դեռ չեմ անդրադարձել դրան, դեռ թղթին չեմ հանձնել իմ մտքերը, բայց նման գործընթացների հոտը գալիս է, կներեք ճակերտավոր ասած, որովհետև պատերազմները, գիտեք ինչ հսկայական հողերի դեգրադացման process-ին այդ պայթյունները, այդ հսկայական քաղաքական զարգացումների արդյունքում անկայուն վիճակները, հսկայական բնակչության միգրացիաները, հենց անապատացման գաղափարը առաջացավ 40-ական թվականներից հետո, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 50-ական, 60-ական թվականին Աֆրիկայի մերձհասարակածային գոտուց հյուսիս Սահարա անապատից դեպի մերձհասարակածային գոտի ընկած հատվածում կոչվում է Սախելի զոնա։ Համատարած աղքատության հետևանքով միլիոնավոր, տասնյակ, հարյուրավոր միլիոնավոր մարդիկ, իսկ այդ հատվածում հələ հիշեք, Աֆրիկայի ամենահետամնաց թույլ զարգացած երկրներն են։ Հող այլևս բերք ու բարիք չէր տալիս, անապատները Սահարայից շարժվել էին տասնյակ նույնիսկ հարյուրավոր կիլոմետր դեպի մերձհասարակածային գոտի, իրենց տակ անպտուղ դարձնելով ամբողջ միջավայրը, եւ մարդիկ, որոնք մանր-մունր եկամուտ էին ստանում շատ պրիմիտիվ հողային տարածքներից, զրկվեցին նաև դրանից եւ հազարավոր միլիոնավոր մարդիկ գնում կուտակվում էին հարակից սահմանների վրա, առաջանում էր քաղաքական լարվածություն։ Տեսեք, անապատացման նաև քաղաքական գործոն հասկացողությունը կա, ոչ միայն բնական, էկոլոգիական, տնտեսական, սոցիալական, նաև քաղաքական գործոնը կա։ Նույնը այսօրվա պատերազմների կամ փողի մոլուցքի ֆինանսական հետաքրություններից ելնելով այդ հակուրդ քաղաքների
ընդարձակումը, քաղաքային բնակավայրերը, շինարարությունը, Երևանը։ հենց մեր Երևանի օրինակում մենք կարող ենք տեսնել մի փոքրիկ տարածքում, որտեղ կենտրոնացված է Հայաստանի բնակչության 1/3-ից ավելին, որտեղ գտնվում է տնտեսական պոտենցիալի շուրջ կեսը, ինչպիսի կուտակումների բնակչության եւ արտադրական process-ների արդյունքում անընդհատ մեծանում է քաղաքը վերածվում մի շին հրապարակի, դրանց քայքայումը, դրանց փոշին, դրանց էկոլոգիական ցանկալի իրավիճակները չեն կարող չազդել ընդհանուր միջավայրի վրա։ Այդ ուրիշ, եթե քաղաքիդ կանաչ տարածքները ընդարձակվեին այդ նույն ակտիվությամբ, իսկ այսօր մենք 5-6%-ից ավել կանաչ տարածքներ չունենք Երևան քաղաքում, բայց իմ որտեղ եմ կարդացել, ճիշտ ասած չեմ կարող ցիտել, մոտ 30% Երևան քաղաքի շին հրապարակների վերածված տարածք է։ Սա նորմալ չէ, եւ այդ նագրուսկան, այդ ճնշումը նաև գրունտների վրա, նորից հողի հետ ունեցած կապը, այդ հսկայական դետոնացիան այդ շինարարապարակների, այդ շենքերի, կրանների եւ այլ, այդ բոլորը ազդում է նաև երկրաբանական հիմքի վրա, եւ սա լուրջ հիմնախնդիր է, եւ հողի հետ խոսելիս անընդհատ հարակից խնդիրների է առնչվում, բայց հողը եղել կա եւ մնում է մարդու համար խիստ հոգատարության առարկա, որին պետք է շատ, ես կասեի, հիվանդակին պետք է մոտենալ եւ հողը փորձել հետագա սերունդներին փոխանցել հնարավորինս անաղարտ եւ որտեւ հողը ունի մի ֆենոմենալ հատկություն։ Ճիշտ բնօգտագործելու դեպքում նա անընդհատ իր որակը բարձրացնում է, իսկ ոչ ճիշտ օգտագործման դեպքում նա կորցնում է իր բնական արդյունավետությունը, դեգրադացվում, տեղատարվում։ Իսկ ընդհակառակը ճիշտ ոռոգելու, հողին ճիշտ պարարտանյութեր տալու, հողի կուլտիվացիայի ճիշտ կանոնները պահպանելու դեպքում հողի բերիության պոտենցիալ հնարավորությունը միշտ ավելանում է։ Դրա համար կա հողի բերիության տարբեր հասկացություններ, բնական բերիություն, տնտեսական բերիություն, կա պոտենցիալ բերիություն հասկացողությունը, որը նա, ինչպես բացատրեցի, ճիշտ բնօգտագործելու դեպքում, հող օգտագործելու դեպքում միայն նրա որակը կարող է բարձրացնել եւ անընդհատ ավելի ու ավելի շատ բերք ու բարիք ստանալ։ Եվ հակառակը։ Ես հիշեցի մի դրվագ, որը կարդացել եմ, երևի չեմ հիշի, որ գրքում, հավանաբար Ջեք Լոնդոնի գրքերից մեկում Կալիֆոռնիայի հողերին էր վերաբերում եւ այսպիսի մի նկարագրություն, գուցե հիմա սխալ, որովհետեւ շատ վաղուց եմ կարդացել գիրքը, սխալ մեկնաբանեմ, բայց մոտավորապես այսպես, որ ճապոնացիները 3 տարում քամում էին հողի ամբողջ հնարավորությունը եւ նորվեգացիները կարող է սխալ հիշեմ ազգերին, բայց ասում է անընդհատ տեղափոխելով պտուղները, որտեղ է աճեցվում մի պտուղը 3 տարի հետո 3 տարի այլ տեղում են աճեցվում եւ այլն եւ օգտագործելով բնական հումուս, ինչի մասին հումուսի մասին արդեն խոսեցիք, առանցին կարծում եմ անդրադառնալու կարիք չունենք, բայց շատ կարեւոր հարց բարձրացրեցիք դուք, եթե վերջացրեցիք ձեր հարցս հասկանալի է կարծում։ Խոսքը վերաբերում է գերշահագործման եւ ճիշտ ագրոկանոնների կիրառմամբ, այդ դուք խոսեցիք ցանքաշրջանառության մասին, երբ որ մի բուսատեսակը, մի բույսը գյուղատեսական օգտագործման անընդհատ նույն տեղում օգտագործվում է, հյուծվում է հողը։ Իսկ եթե դու որոշ ժամանակից հետո փոխում ես մեկ այլ կուլտուրա ես մշակում, այդ դեպքում հողը նորից վերակենդանանում է, նորից հանգստանում է, որտեղ յուրաքանչյուր բույս հողից վերցնում կամ հողին տալիս է կոնկրետ նյութեր, տարբեր նյութեր, իհարկե։ Իսկ որպես կանոն նայեք տեսեք, բոլոր հացահատիկային բույսերը, ցորեն, եգիպտացորեն, գարի եւ այլն, ցանվում են հիմնականում սևահողային գոտում, մարգագետնային հողերում եւ այլն։ Հիմա եթե ցանքաշրջանառության փոփոխություն չարվի, հողը շատ արագ հյուծվում է եւ կորցնում է իր բնական բերիության կամ ինչպես քիչ առաջ ասի նաեւ պոտենցիալ բերիության հնարավորությունները։ Դրա համար ցանքաշրջանառություն հասկացողություն կա եւ նույնիսկ ֆեոդալական դարաշրջանում, երբ որ անընդհատ նույն հողատարածքում նույն բան, հետո այն երկրները, որտեղ 2 կամ 3 բաժանվում էր նույն հողակտորը 2-3 մասի եւ տարբեր բույսեր էին մշակվում եւ այո ձեր ասած երբեմն տեղերը փոխելով եւ նորվեգացիների ձեր ասած դրական քայլը ի տարբերություն ճապոնացի ես կարևոր չի սիմվոլիկ ենք մենք դա ասում եղել է նա որ մեկ
ճիշտ կուլտիվացիա է արվել, ճիշտ տարբեր տեսակի հողի անհրաժեշտ էլեմենտներ են տրվել, պարարտանյութերի եւ այլ ձևով եւ դրա հետ մեկտեղ տարել են ցանկաշրջանառության այդ փոփոխության կարևոր քայլը եւ հողը թարմանալով, հանգստանալով անընդհատ հիմա էլ գյուղերում օրինակ իմ ամառանոցը որտեղ գտնվում է Կարպի գյուղում հարևաններս ես նայում եմ ես այտենց ակտիվ միգուցե հողագործությամբ չեմ զբաղվում միայն պտղատու այգի է հարևանները ես տեսնում եմ մի քանի տարի մի կուլտուրա ցանելուց հետո ասենք օրինակի համար եգիպտացորեն ինչի եմ դրա օրինակը բերում որտեղ մի 3-4 տարի առաջ այդ հարևանը հանկարծ բոլորին գուժեց որ իր հողը վառվել է ես մոտեցա ասում եմ հողի վառվելը որն է պարզվում է երկար տարիներ անընդհատ եգիպտացորենի ցանելու պատճառով այդ հողը արդեն այնքան էր հոգնել այնքան էր բեռնաթափվել այսպես կոչված այլևս բեր չէր տալիս շատ արագ համ ես առաջարկեցի մի փոքր ակադեմիական մեկնաբանությունով եւ տարեց համագյուղացիները, որոնք կյանքի փորձ ունեն, ասացին արագ փոխիր այլ կուլտուրաներ, 2 տարի հետո բերել էր սեղաներ գցել, բոլորին ասում էր այնպես լավ բերք եմ ստանում, հասկանում եք դրանք քայլեր են, որոնք եւ գալիս են տրադիցիաներով, հազարամյակների պատմությունից եւ նաեւ ժամանակակից գիտական միտքը, իսկ այտենց երկիր չկա, որը չունենա իր ագրոնոմիական, հողագիտական ինստիտուտները ակադեմիական, օրինակ մեր Հայաստանում սովետական տարիներին ծաղկում էր ագրոքիմիայի եւ հողագիտության ինստիտուտը, այժմ էլ աշխատում են իհարկե այն ժամանակվա ֆինանսավորումը, պետական միջամտությունը, հովանավորությունը չես համեմատի այսօրվա հետ եւ բավականին լուրջ հետազոտություններ կատարվեցին Հայաստանում, իսկ Հայաստանը ունիկալ հողային երկիր է Ընդամենը 30,000-ից էլ պակաս քառակուսի կիլոմետր տարածքի վրա մենք ունենք 5 բնահողային գոտիներ եւ 14 գենետիկական հողատիպեր։ Գիտեք ինչ, դա սարսափելի լավ իմաստով բազմազանություն է։ Իսկ որքան է հանդիպում աշխարհում, որպեսի համեմատության մեջ հասկանանք։ Հիմա ես ես ասեմ, դա գալիս է մեր ռելիեֆ, տեսեք ես ասում եի, կլիման, խոսեցինք, կենդանիներ, բույսեր, ռելիեֆը ունի կարևոր նշանակություն։ Մի հատ օրինակ ասեմ ձեզ։ Արարատյան դաշտի անապատակիսանապատային հողերից, գորշկիսանապատային հողերից, միջև Արագած լեռան մերձգագաթային հատվածում պրիմիտիվ տունդրային, այսպես կոչված Ալպյան գորգերը ուղիղ գծով մի 40-ից 45 կիլոմետր է։ Եթե մեքենան նստես սպիդոմետրով նայես, 40-ից 45 կիլոմետր է։ Իրար են հաջորդում բոլոր այն գենետիկական հողատիպերը, որոնք Ռուսաստանի միջինասիական անապատների չոր անապատներից սկսած միջև տունդրայի Սառուցյալ օվկիանոսի մերձափնյա հատվածը 45 կիլոմետր, 5000 կիլոմետր, պատկերացնում եք դա ինչ է, 4-ից 40-ից 45 կիլոմետրի վրա բաշխված են բոլոր լանդշաֆտայինները իրենց բնահողային գոտիներով, ինչը որ միջինասիական անապատներից մինչև հյուսիսային Սառուցյալ օվկիանոս, պատկերացնում եք, այսինքն այնտեղ 1000 կիլոմետրը մեկ պետք է մի նոր լանդշաֆտային գոտի փոխարինվի, մեզ մոտ յուրաքանչյուր 3-4 կիլոմետրը մեկ, 5 կիլոմետրը մեկ փոխվում է, գիտեք դա եւ լավ է, զուտ գեղագիտական առումով, հարստության առումով, կենսաբազմազանության առումով, հողերի բազմազանության առումով հրաշք է, բայց նաեւ խիստ զգայուն է, որտեղ դուք պատկերացնում եք ինչքան են խտացված այդ բոլոր գոտիները, իրենց հողերով, բուսականությամբ, կենթանական աշխարհով, բավական է մի փոքրիկ էկոլոգիական հավասարակշռության խախտում այդ 40 կիլոմետրի վրա 5000 կիլոմետրի խտությամբ էֆեկտը կարող է քայքավել դրա համար մեր հանրապետության տարածքում լանդշաֆտների բնապահպանական, հողերի բնապահպանական խնդիրը գեր կարևոր է, ամենուրեք է կարևոր, բայց եթե այնտեղ հազարավոր կիլոմետրերի վրա մի փոքրիկ խախտումը կամ փոփոխությունը կարող է սկի չզգանել, իսկ մեզ մոտ մանավանդ ամենազգայունը հիշեք այն անցումային սահմանն է մի լանդշաֆտից մեկ այլ լանդշաֆտի, մի բնահողային գոտուց մեկ բնահողային գոտի, որի սահմանը սահմանային է, այսինքն իր վրա կրում է եւ իրենից հարավ, եւ իրենից հյուսիս, հարակից տարածքների հատկությունները։ Օրինակ, Տափաստանը գտնվում է վերևում Արագածի լանջով մերձալպյան, ներքևում չոր տափաստանային կամ կիսանապատային, այսինքն բոլորի հատկություններն էլ նրանց վրա, կամ անտառներ ինչու են մեր մոտ խիստ խեղճացած Սրանից
10,000 տարի առաջ, այո կներեք, ինչու 10,000, 2,000 տարի առաջ 30-40%. Այո, 35-ից մինչև 40% անտառ ենք ունեցել, այսօր ունենք 8-ից 9%, երբեմն ճոխացնում են թփուտային 11 են ներկայացնում, բայց դուք պատկերացնում եք 4-5 անգամ 2000 տարվա մեջ անտառային հողերն ավելի շատ են, քան նրանց վրայի անտառները։ Իսկապես։ Իհարկե, անտառները վերացել են, իսկ հատկապես գորշ անտառաբային, ճմակարբոնատային եւ անտառային հողատիպերը այլևս անտառը նրա վրա որպես էկոհամակարգ վերականգնելու հնարավորությունները ընկել են, թուլացել են, փոքրացել են, որովհետեւ անտառները մեր մոտ համարվում են թփուտային անտառներ, նրանց օրինակ անտառ համարվում է եւ եվրոպական հաստաբուն կաղնու կամ որը կարող է ունենալ 70 սանտիմետր, 1 մետր եւ ավելի տրամակից, մեր մոտ կաղնուտները բոլորը այսպես կոչված թփուտային կաղնուտներ են։ Մեզ մոտ անտառները իրենցից ներկայացնում են հետանտառային զարգացման արդյունքում ձևավորված, այսինքն բնակլիմայական պայմանները այսօրվա մեր հանրապետության տարածքում անտառի ձևավորման համար հարմար չեն։ Անտառի աճի ու զարգացման համար անհրաժեշտ է որպեսզի թափվող մթնոլորտային տեղումների եւ գոլոր շունակությունը համարյա 1 լինի, այսինքն թափվի 6-700 մմ, դրանից ոչ ավել չգոլորշանա, գոներ 0.7, 0.8 լինի։ Մեզ մոտ Արարատյան դաշտում 0.2, 0.3 է, մոռացեք անտառի գոյությունը, 4 տափաստաններում 0.3, 0.4 է, մոռացեք անտառի մասին, տափաստաններում 0.5, 0.6 է, մոռացեք անտառի մասին, միայն հյուսիս-արևելյան Հայաստանում եւ հարավ-արևելյան Հայաստանում խոնավության գործակիցը անտառային գոտիներում հասնում է 0.7, 0.8, մեկի էլ չի հասնում, նորից անտառը վերարտադրվել այլևս հնարավոր չէ։ Արհեստական ճանապարհով կարող է։ Արհեստական ճանապարհով պետք է լուրջ ներդրումներ, պետք է արհեստական ռոռոքում տաս։ Իսրայելի նման երկրներում, նույնիսկ արաբական արևելքի երկրներում արհեստական անտառներ են ստեղծում, բայց միլիարդներ են դնում դրանց վրա ռոռոկման համակարգեր, անտառների վերահսկողության, անտառի որպես բնական էկոհամակարգի նորմալ կենսագործունեություն ծավալելու բոլոր պայմաններն ապահովում են։ Մեր նման երկրներում մեզ մոտ են փորձեր արվում, արհեստաբան անտառային այսպես կոչված տնկարաններում աճեցնում, տանում տնկում են, բայց հիմա ժամանակը չի երիքի այնքան օրինակներ կբերեմ, թե փորձեր է արվել Հայաստանում չունենալով լանդշաֆտային փորձաքննություն, չունենալով հողի, բուսականության, լանդշաֆտի գիտական պատկերացումներ, մարդիկ մոտավորապես աչքաչափով որոշել են անտառները ավելացնել, մոռանալով էլեմենտար նորմային բացատրածը, էլեմենտար, պետք է թափվող մթնոլորտ կոչվում է խոնավության գործակից, թափվող մթնոլորտային տեղումների եւ գոլոր շունակության փոխհարաբերությունը Տափաստանում իր ցուցանիշն ունի, կիսաանապատում իր, անտառում իր, ալպյան գոտում իր եւ այլն։ Բարձր լեռնային գոտում անտառ չես կարող անճաճացնես, որովհետեւ խոնավությունը շատ է, բայց ջերմությունն է քիչ։ Անապատակիսանապատային կամ 4 տափաստանային գոտում ջերմությունը շատ է, որը կարեւոր է բուսականության համար, բայց խոնավություն չկա։ Օպտիմալ իրավիճակը անտառների ձևավորման, նոր ձևավորման ձեր ասած, երբ որ վերարտադրվեն, շատ փոքր է, նույնիսկ 0-ի է հավասար։ Ուղղակի մենք դրա համար աչքի լույսի պես պետք է արդեն եղած անտառները պահպանենք։ Ընդհանրապես ունենք 2 խոշոր գոտի, Լորվա, այսինքն հյուսիս-արևելյան Հայաստանում եւ հարավ-արևելյան Սյունիքի անտառները, բայց Նորվայի մանապատացման գործընթացի մասին խոսելուց հենց ամբողջ խնդիրը հողերի դեգրադացմանը մեծապես նպաստում է անտառների հատումը, անտառների արմատային ցանցը, արմատների հողմա պաշտպանիչ հատկությունը եւ այլն վերանում է, հողերը հեշտությամբ էրոզացվում, տեղատարվում են եւ մերկանում են մայրական ապարները։ Այսօր մենք մեր հանրապետության տարածքում հսկայական տարածքներ ունենք, որտեղ մայրական մերկացած ապարների լերկ տարածքներ են։ Հող չկա, որպես այդպեսին։ Դա առաջացել է բնական փոքրիկ գործոնի արկայության պայմաններում մարդու անհաշվնկատ բնօգտագործման արդյունքում։ Այսինքն ըստ էության, երբ մենք հողին զրկում ենք բույսից եւ կենթանական աշխարհից, որովհետեւ միջատները, որոնք ապրում են հողի տակ, նույնպես կենթանական աշխարհի մաս են, մենք դրանով սպանում ենք հողը։ Անշուշտ, գիտեք, այստեղ սպանելու խնդիրը չի, հողային բնականոն process-ների զարգացմանը չենք նպաստում։ Տեսեք,
մարդկանց մեջ անձրևավորթերի նկատմամբ կա հակակրանք, Հա։ բայց դրանք ունեն մի հսկայական նշանակություն, որոնք միլիոններով, միլիարդներով ապրում են հողի մեջ եւ հսկայական դեր ունեն։ Միկրոօրգանիզմներից հետո երկրորդ կարևոր օրգանիզմները դրանք անձրևավորթերն են, որոնք ունեն մի ունիկալ հատկություն։ Նրանք քարը ապառը մանրացնում ուտում են ենթաստամոքսային տրակտով անցկացնում եւ արտաթորում են արդեն օրգանական նյութ, հումուս, համարյա հումուս, եթե ոչ վերջնական, բայց արդեն համարյա հումուս։ Իսկ ամենափոքրիկ հողի ջրաֆիզիկական, օդաթափանցելիության եւ հողի կառուցվածքի տարբեր կարևորագույն հատկություններ փոխվելու դեպքում անձրևավորթերի նորմալ կենսագործունեության պայմանները կարող են վերանալ եւ դա բազմաթիվ օրինակներ կան անձրևավորթը քչացավ հողում իր հասանելի քանակից իմացեք այդ հողը ձեր ասած դատապարտված է հողագոյացման process-ի ընդհատման իսկ Նաև օդի շրջանառությունը այո դրա համար ես ասեցի 45% մայրական ապառներն է կազմում հողի զանգվածի կազմի 20% օդը 20% ջուրը 5% օրգանական նյութը այդ օդի եւ ջրի օդաթափանցելիություն ջրաթափանցելիություն ջրային շրջանառություն օդային շրջանառություն աերացիա այսպես կոչված հողի համար ուղղակի գերկարևոր process է այդ նույն միկրոօրգանիզմը քիչ առաջ այրոբ միկրոօրգանիզմների մասին էի ասում կամ օդում ապրող անձրևավորթերը թթվածնի կարիք ունեն։ Էլ չեմ խոսում ազոտի պարունակությունը, տարբեր տեսակի օդից հողը կլանում է եւ իր մեջ պարունակում է հսկայական քանակությամբ ազոտ եւ ջերմոցային էֆեկտը, որը այսօրվա կլիմայի գլոբալ փոփոխության ամենամեծ պատճառներից մեկն է, մեծապես պարտական է հողին, որը կարողանում է օդում արտանետվող ածխաթթու գազը, ջերմոցային տարբեր գազերը հետո կլանել, իսկ հողը ունի մի շատ կարևոր հատկություն, եթե օդի մասին թողնենք մի կողմ, օրինակ ջրերի, հողը ունի ներքին ֆիլտրացիա կատարելու բնական հատկություն, դրա համար են ստոյկրյա ջրերը, աղբյուրները, քաղցրահամ, մաքուր մարդը մի վարքյան առանց կասկածելու աղբյուրի ջուրը վերցնում եւ օգտագործում, որտեղ նա անցնելով ամենատարբեր հողի մեջ հողի շերտերի միջով, սկսած մայրական ապառներից վերջացրած ամենավերին շերտերում, նա ֆիլտրվում է, մաքրվում է, ել չեմ ասում, որ լուծում է իր մեջ նաեւ որոշակի աղեր, հանքային ջրերը, որ մարդկության այսօրվա ամենակարևոր բուժիչ նշանակություն ունեցող ջրերն են, որով Հայաստանը նույնպես հարուստ է, որտեղ մենք էլ ենք հրաբխային շրջան, եւ այդ տարբեր գազերի իր մեջ լուծելու իսկ ջուրը ունի հողը ունի ինչ ասեմ գիտեք ոչ թե հողը այլ հողային լուծույթը ունի ֆենոմենալ հատկություն կլանման կոմպլեքս որը կարողանում է տարբեր հիմա բարդ քիմիական process-ները ես չեմ ուզում դա բացատրել կամ խլել կլանել իր համար անհրաժեշտ սննդային նյութերը հողը բաղկացած է սկսած միլիմետրի հազարերորդական մաս հանդիսացող այսպես կոչված մոլեկուլյար եւ կոլոիդ մասնիկներից միջև խոշոր քարի կտորները այդ կոլոիդ մասնիկը ունի միջև այժմ գիտության համար չապացուցված մի ֆենոմենալ հատկություն նա ունի կլանելու եւ անելու հատկություն կոչվում է կոագուլյացիա եւ պեպտիզացիա հողի կոլոիդ մասնիկը ձեռք է բերում մասնիկի շուրջ այնպիսի մի ջրային թաղանթ, որը էներգետիկ առումով դառնում է ձգող իրեն քաշող մասնիկներ եւ հողային լուծույթի մեջ լուծված ամենատարբեր աղեր սննդարար էլեմենտներ նա կլանում միացնում է հողային կոմպլեքսի եւ դրանով հողին հարստացնում եւ ընդհակառակը պեպտիզացիայի արդյունքում ընդհակառակը երբ որ շրջակա միջավայրի լուծույթի կոնցենտրացիան ավելի մեծ է, քան հողի մասնիկի շուրջը լուծույթի կոնցենտրացիան վանում է, հեռացնում է իր համար օրինակ նատրիումի ջրածնի իոնները, որը օրինակ նատրիումի մեծ պարունակությունը հողի կնձիկային հատկություններին վնաս է, քայքայում է, փոշիացնում է հողը, կալցիումը ընդհակառակը
կլանված կալցիումը հողի սոսնձում է մասնիկները, դարձում է կնձիկային հատիկային ստրուկտուրա, բերիության կարևոր նախապայմանը։ Պատկերացնում եք, դա հրաշք չի սա։ Այսինքն կոագուլյացիայի ենթարկելով կոլոիդ մասնիկի ավելի բարձր կոնցենտրացիայի արդյունքում լուծույթի համեմատ նա կլանում եւ հողին է տալիս բոլոր սննդարար էլեմենտները եւ ընդհակառակը պեպտիզացիայի արդյունքում եթե լուծույթի կոնցենտրացիան է ավելի բարձր, քան կոլոիդ մասնիկի շուրջը գտնվող լուծույթի խտությունը հեռացնում է այդ վնասակար էլեմենտները։ Դրա համար ասում են հողը կյանք է տալիս, հողը օժտված է այնպիսի հատկություններով, որը բերիություն, բոլորը ասում են բերիությունը, ասում են, բայց հասկանում եք դա ինչ մի բան է։ Երբ որ մի հատիկ ընկնում է հողի մեջ, դառնում է 1000, 1000-ը դառնում է միլիոն, միլիոնը միլիարդ եւ այդպես շարունակ մարդկությունը իր գոյությունը պաշտպանել է շնորհիվ հողի այդ ֆենոմենալ հատկության։ Հողը ունի հիշողություն։ Հողը ունի միանշանակ հիշողություն եւ դրան էլ վերաբերվում են ուղիղ եւ անուղղակի կերպով հնյաբանները, ազգագրագետները եւ այլն։ Հողը կարող է իր խորը շերտերում պահպանել սրանից 3000, 10000 կամ 100,000 տարի առաջվա կյանքի հասարակության, քաղաքակրթության ինչ-որ էլեմենտներ, բայց սա հիշողություն չէ, ինչ է, եթե մարդը գտնում է եւ 1000 տարի կամ 10000 տարի առաջվա գտածոներով պատկերացում կազմում տվյալ ժամանակաշրջանի քաղաքակրթային էլեմենտների մասին եւ հողը ունի հիշողություն, եթե դու նրան, այդ որ ասում եմ անընդհատ եգիպտացորենը ցանելու դեպքում հողը քեզ հասկացնում է, որ հերիքա ես չեմ կարողանում դիմանամ, ես այլևս ուժ չունեմ, նա այդ նույն անընդհատ սննդարար էլեմենտների, պարարտանյութերի բացակայության պայմաններում, նույն գյուղատնտեսական կուլտուրայի մշակման պայմաններում նա կորցնում է իր բնական բերիությունը, դրանից կորչում է տնտեսական բերիությունը, դրանից կորչում է էֆեկտիվ բերիությունը եւ դրա համար նախորոք պոտենցիալ բերիության եւ բնական բերիության մասին գիտական պատկերացում ունենալու պարագայում դրա համար ժամանակակից այն երկրները, որոնք ունեն գյուղատնտեսական բարձր պոտենցիալ, Բելգիայի, Հոլանդիայի նման երկրները իրենց գյուղատնտեսությամբ ամբողջ Բելգիան Հայաստանի չափ տարածք է։ Հոլանդիան մի փոքր ավելի տարածք է, փոքր, բայց ամբողջ գյուղատնտեսական կատնամթերքով, տարբեր գյուղատնտեսական պարենային հարցերում Եվրոպային կերակրում են, ոչ թե առաջ կերակրում են այդ փոքրիկ պետությունները։ Եվ ճիշտ են օգտագործում իրենց որտեղ ժամանակակից տեխնոլոգիական, ժամանակակից հողօգտագործման կուլտուրայի բոլոր նորմերը պահպանելու պարագայում են իրականացնում գյուղատնտեսություն։ Իսկ մենք կներեք 21-րդ դարի 3-րդ տասնամյակը շուտով կավարտվի, 26 թիվն է, կմտնենք 30, դեռ լիքը բնակավայրերում մեր մոտ հողը ոռոգվում է առվակային մեթոդով, ռուսերեն կոչվում է առիչնի մեթոդ պալիվը, այսինքն ամբողջ աշխարհը վաղուց անցել է ստորգետնյա կաթիլային ոռոգման եղանակներին, որը մինիմումի է հասցնում ջրի կորուստը եւ ջրի էրոզիոն քայքայիչ աշխատանքը։ Մեզ մոտ հələ գնացեք Արարատյան դաշտ, գնացեք Հարթավայրային տարբեր համայնքներ, գյուղեր նայեք, առուն բաց են թողում այդ առուները, որ սրբում բերի հողը տանում, հեռացնում են, արագ գոլորշանում են, օգտակար գործողության գործակիցը շատ ցածր է լինում, արդյունքում մարդու չարչարանքն է կրկնակվում։ Իհարկե, եւ ըստ էության դրա համար հողօգտագործումը, հողի հետ կապվող հիմնախնդիրները սերտորեն կապված են ջրօգտագործման հետ, ոռոգման համակարգերի հետ։ Ցավոք սրտի Հայաստանը այսօր այդպես էլ չի կարողանում ոռոգման համակարգերի եւ ջրօգտագործման ժամանակակից մեթոդների կիրառման դարաշրջանին անցնել, դեռևս հետամնաց է, պայմանավորված է մեր երկրի տնտեսական գործունեության, ծավալման, ժամանակակից գիտական մեթոդների բացակայության հետ։ Դա օրինակ, մարդադիր չի գեր գիտական եսիմ ինչ բանը, օրինակ, Հայաստանը ինքը գտնում է չոր մերձարևադարձային գոտում, բայց ունի մի առավելություն, ինքը ջրաբաշխ ռեգիոն է, հայկական լեռնաշխարհը, դու գիտեք, հայտնի Տիգրիս, Եփրատ, Արաքս գետը, մենք ջուր տվող տարածք ենք, գմբեթաձև բարձր տարածք ենք, մեր երկրից են ջրերը գնում դեպի մերձավոր արևելք, դեպի հարևան Ադրբեջան, մնացած տարածքներ։ Ցավոք սրտի մենք չենք կարողանում մեր ջրերը ունենալով ջրային բաշխման
ֆունկցիա մենք մեր իսկ ջրային պահանջմունքները չենք կարողանում բա, որովհետև չունենք համապատասխան քանակությամբ ջրամբարներ, չունենք ջրատեխնիկական կառույցներ, կոմունիկացիաներ ժամանակակից, կորուստը շատ մեծ է։ Եվ չենք օգտագործում գիտության ռեսուրսը։ Գիտեք, ես որ հիշում եմ 90-ական թվականների վերջերից այս թեմայով տարբեր միջազգային ժուրնալներում, հանրամատչելիից սկսած բարձր ակադեմիական ժուրնալներում հրատարակություններ եմ արել ռոռոկման համակարգի հողերի լանդշաֆտների փոխկապակցվածության հարցը։ Մենք հատկապես 90-ական թվականների սկզբին ես հիմա չեմ խորշում բաց խոսել, երբ որ մենք գտնվում ենք Թուրքիա եւ Ադրբեջանի կողմից գեր շրջափակման պայմաններում ես առաջարկում եի, ասում եի, մեր հանրապետության տարածքից գնացող ջրերը Ադրբեջանի ջրօգտագործման 60%-ից ավելն է։ Մենք էլ մեր ջրերը ամբարենք եւ ոչ թե հակամարտկային գործնեություն ծավառենք, որ մարդիկ խամուխոպան անապատներ վերածվեն եւ նրանց շրջափակումը պահանջեն քաղաքական լծակ դարձնենք։ Արաբական բաներում սկսեցին Խոյեցյան տերորիստ, Խոյեցյան տենց հոդվածներ եղավ, Խոյեցյանը առաջարկում էր ջրային ռեսուրսների կառավարում, ռացիոնալ օգտագործում, գեր շրջափակված լինելով, մենք էլ մեր ջրային ռեսուրսները կարող էինք դարձնել քաղաքական գործիք։ Կարողացանք լավ փոխենք վերացել է միգուցե հակամարտությունը, կարևորը դա չի, կարևորը նա է, որ դուք երկրի ջրային ռեսուրսների ռացիոնալ բնօգտագործման խնդիրը չես կարողացել լուծել։ Համամիտ եմ։ Շատ հեռուն գնացինք այս թեմայում, երևի մի քանի թեմայի հնարավորություն ունենք, բայց ցավոք սրտի հնարավորությունը քիչ է հիմա։ Ցավոք այո, չենք կարողանա բոլոր հարցերի պատասխանն այս մեկ զրույցի ընթացքում ստանալ, բայց ինձ մոտ հետաքրքիր հարցեր կան, որոնց կարծում եմ մեզ ունկնդրող մարդկանց էլ հետաքրքիր կլինի բարձել, օրինակ հողերի դուք նշեցիք մի քանի անգամ, որ մայր հողի նյութերն են փոխանցվում հողին եւ ես սա միանգամից ուղիղ կապեցի էնդեմիկության թեմայի հետ, որովհետև մենք գիտենք, որ տարբեր տարածաշրջաններում, նույն Հայաստանից հեռու չգնալով, միայն Հայաստանի տարածքում ապրելով, նույն Հայաստանի տարածքում մենք ունենք էնդեմիկ բազմաթիվ բույսեր, որոնք գտնվում են որոշակի տարածքներում եւ կապված է թերևս դա հողի հետ, օրինակ Որթան կարմիրը բոլորիս հայտնի, սիրելի, միանշանակ բարձրացել հարցի բովանդակություն, այո, Որթան ախոտի հետ է կապված եւ այդ մի կտոր հող է, որ Արարատյան դաշտի մի տեղում է, ես տեսել եմ այդ հողը, սպիտակ ավազի նման հող էր եւ այդ Որթանախոտն էր շատ սիրուն եւ բնականաբար էկ Որթան կարմիրները շատ յուրահատուկ միջատներ են, բայց դրանք կարմիր գրքում գրանցված բույս եւ միջատ են եւ պայմանավորված է դա հողով։ Եվ եթե մենք այսպես ամբողջ Հայաստանով պատտվենք, նույն ամուլսարը, որը արդեն շահագործման ենթարկվեց, ցավոք սրտի այդքան հասարակական պայքարները օգուտ չտվեցին, բայց գիտենք, որ այդ սարի վրա մի քանի կարմիր գրքային բույս կա, թերևս նույնպես պայմանավորված է հողով, դուք խնդրում եմ մեկնաբանեք։ Ձեր հարցը ես կիզակետում եմ մի գաղափարի շուրջ, որին մենք հապանցիկ առնչվեցինք, բայց հատուկ չշեշտադրեցինք բնության բոլոր բաղադրիչների փոխ ազդեցության, փոխ կապակցվածության եւ փոխ պայմանավորվածության գաղափարն է։ Եվ որտեղ, գիտեք, հողին անվանում են լանդշաֆտի հայելի, ինչպիսի հատկություններ ունենում է հողը, այդ հատկությունների լավ է, վատ է, քանակական, որակական եւ այլն, դա արտահայտում է ամբողջ բնական համակարգին, էկոհամակարգին կամ ինչպես աշխարհագրության մեջ ընդունված է ասել բնալանդշաֆտին, եւ այո, ցանկացած էկոհամակարգում, եթե կան առանձնահատուկ էնդեմիկ որոշակի տեսակներ, դրանք արդյունք են ամբողջ համակարգի բոլոր բաղադրիչների եւ հողը ստեղ նորից առաջին տեղում է, բայց այն էական նշանակություն ունի կախվածությունը կլիմայից, օրինակ տվյալ Որթան կարմիրի ձևավորման, նրա ձվադրման, բազմացման համար խիստ անհրաժեշտ են համ հողային կարևորագույն պայմաններ, համ այդ հողուն բնորոշ, տեսեք հողը ես ասում եմ ջերմության, խոնավության, տեսեք հողը, ջուրը, ամեն ինչ իր հետ փոխկապակցված են, այդ հատկությունների ամբողջությունն է այդ էնդեմիկ պայմանները ձևավորել, կամ
այս կամ այն բուսական կամ կենդանական աշխարհի տվյալ բնատարածքային համալիրում առանձնահատուկ տեղ զբաղեցնելը պայմանավորված է տվյալ էկոհամակարգի ներքին առանձնահատկություններից։ Լանջերի դիրքադրությունը, հողի հզորությունը կամ սակավությունը, բուսականության այս կամ այն տեսակի գերակշռությունը, ասենք բեզուարյան այծը կամ մուֆլոն վայրի ոչխարը, եթե ինքը պայմանավորվել է հայկական լեռնաշխարհի տվյալ լեռնային ժայռոտ լանջերի դիրքադրությունների հողի կամ բուսականության պայմաններին, նշանակում է նման եզակի առանձնահատկություններով այլ արյալներ չկան, կամ եթե կան արհեստական ստեղծում են որոշակի ժամանակահատվածում, եթե դու չկարողանաս դրա շարունակականությունը, անընդհատությունը ապահովես, տվյալ կենդանին կվերանա տվյալ տարածքներում։ Այ ձեր բերված օրինակը խոսում է աշխարհագրական թաղանթի լանդշաֆտի բոլոր բաղադրիչների փոխկապակցվածության փոխպայմանավորված ընդհանրության հետ եւ մեկը մյուսին լրացնելով մենք այս 1 ժամից ավելի խոսում ենք մի կարևոր գաղափարի վրա մասին, որ հողը արդյունք է այն միջավայրի, սկսած մայրական ապարից միջև օդային կամ խոնավության ռեժիմը, որի արդյունքում ինքը ձևավորվում է։ Դրա համար Տափաստանը ունի իր ձևավորման արյալը, անտառը իր արյալը եւ այլն, բայց կարող է ռուսական Տափաստանը եվրոպական կամ ամերիկյան պրերիաների Տափաստաններից տարբերվեն, որտեղ նրանք էլ որպես լանդշաֆտ Տափաստան է, որպես հող սևահող է, բայց միևնույն է, նրանք էլ ունեն իրենց առանձնահատկությունները, իրենց տեղական տարբերությունները, որոնք կարող են իրարից էականորեն տարբերվել, բայց հողի դերը նշանակությունը կայանում է ամենակարևորը նրանում, որ նա բազմաֆունկցիոնալ գործոնների արդյունք է եւ նրա բերիության ընդհանուր բովանդակությունը մենք դες հետ տեսանք կախված է որոշակի պայմանների արկայության դեպքում։ Բավական է մի որևէ բան փոխվի, օրինակ Արարատյան դաշտում գիտեք վերջին տասնամյակների ընթացքում ինտենսիվ արհեստական ջրամբարներում ձկնաբուծություն արվեց։ Չզարմանաք, ԱՊՀ երկրների մեջ առաջին տեղը Ռուսաստանն էր, որը տասնյակ ծովերի երկիր է, հազարավոր գետերի ու լճերի երկիր է, երկրորդ տեղը Հայաստանն է։ Ձկան արդյունահանման, արտահանման ցուցանիշներով Ռուսաստանից հետո երկրորդ տեղը Հայաստանն էր։ Շնորհիվ Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրերի գերշահագործման, կարծես թե լավ բանի մասին ենք խոսում, բայց իվերջո ես տանում եմ դեպի վատ բան։ Այսինքն նորից չհաշվարկված, ուրեմն ինչքան մենք քաղցրահամ ջուր ունենք Սևանա լճում, մոտ այդքան էլ ես հենց աչքա չափով եմ ասում, Արարատյան գոգավորության հատակում գտնվող արտեզյան ջրային ավազանն է, որտեղ մարդիկ վերջին մի քանի տասնամյակներում ինտենսիվ ձկնաբուծարանների ստեղծման արդյունքում քամեցին արտեզյան ջրային ավազանը բարձրացրեցին, ջրերը օգտագործեցին, իրենք հարստացան, իրենք արտահանեցին, իրենց գրպանները լցվեց, իրենց բանկային հաշիվները լցվեց, այդ մենատնտեսները պետությանը թե ինչքան հարկ տվեցին, չտվեցին, դա իմ խնդիրը չի, բայց դրա փոխարեն ավիրեցին Արարատյան միջլեռնային գոգավորության արտեզյան ավազանը։ Բոլոր, ես նոր բացատրեցի ձեզ, մազանոթներով ջրերը բարձրանում են մայրական ապարներից դեպի վեր եւ ընդհակառակը իջնում դեպի ներքև։ Հիմա գերշահագործելով արտեզյան ավազանի ջրերը, ջրամբարները լցնելով, ձկները աճեցնելով, աղերի բարձրացման արդյունքում իսկ Արարատյան դաշտը նոր բացատրում էի, անապատակ իսանապատային գոտե, տեղումները կազմում են 200-ից 250 միլիմետր, գոլոր շունակությունը 1000 միլիմետր, 0.25 է մաքսիմումը նրա խոնավության գործակիցը, աղերը բարձրացան վերև, գոլորշացան, ոչ միայն ջրամբարները լցվեցին, այլ այդ ամբողջ հողային ռեժիմը, ջրային ռեժիմը խախտվեց եւ Արարատյան դաշտում մենք նոր խոսում ենք հասակի մասին, մենք ունենք ընդամենը մի քանի տասնամյակի, ոչ թե 100-ամյակի, հասակի հողեր, դրանք աղուտ ալկալի հողերն են, աղտախտուկները, որոնք աղերը նստած են, այսինքն գնում ես ամբողջը սպիտակ, ոնց որ աղը կարծես ձյուն լինի, պարկով տանես լցնես հողը, այդտեղ բույս կա չի, իհարկե ոչ, այդտեղ ոչ մի սովետական ժամանակներում էլ էր
շահագործվում, բայց սովետական ժամանակներում կատարում էր դրենաժավորում, աղազերծում, հսկայական գումարներ էին ծախսում։ Անկախացումից հետո մենք այլևս չունենք ֆինանսական այդ մեծ հնարավորությունները եւ այսօր կարող է հատուկենտ հատվածներում դրենաժավորման, աղազերծման որոշակի աշխատանքներ կատարում են ընդհանուր առմամբ Արարատյան դաշտում, այսօր մենք ցավոք սրտի ունենք հազարավոր հեկտարներով աղուտ, ալկալի եւ աղտոտկային տարածքներ, որոնք անպիտան տարածքներ։ Եվ ընդհակառակը հազար ներողություն, դրա կողքն էլ ունենք այդ բարձրացած ջրերի հողերի ճահճացման երևույթ, որը նորից արհեստական է։ որը ջրերի մակարդակի բարձրացման արդյունք է։ Այսինքն դա կենսամիջավայրի փոփոխությունն է, մի տեղում արագ գոլորշացման արդյունքում առաջացել են աղուտներ, մեկ այլ տեղում ջրերի կուտակումներ են առաջացել են ճահճուտներ։ Իմ արտասահմանյան գործընկերներին ես միշտ տանում եմ, նրանք ապշում էին ոնց կարա աղուտը եւ ճահիճը իրար կողքի լինեն։ Մատդ մտցնես այդ ճահճի մեջ փորձես աղի ջուր է, այսինքն ամբողջությամբ այսինքն հողազերծվեց աղուտների տակ, հողազերծվեց ճահիճների տակ։ Եվ այդ բոլորը ստոյկրատ ջրերի անհաշվենկատ օգտագործման, եկամտի հետևից ընկնելով ձկնաբուծարանների հսկայական քանակությամբ ձուկ արտահանելու ակնկալիքով ավիրվեց մեր Արարատյան դաշտը։ Բայց մի խնդիր էլ կա, որը տեկտոնականության հետ էլ է կապված։ Իհարկե այդ հարցը նեղ մասնագետի հետ կքննարկենք, բայց երբ ընդերքի ջուրը պակասում է, նաև տեկտոնականության խնդիր է, չէ՞ առաջանում։ Մի քիչ ուրիշ դաշտ ենք մտնում, դա լրիվ ուրիշ հարց է, բայց շարունակեմ ձեր միտքը։ Ուրեմն ստոյկրատ ջրերի ձևավորման ամբողջ process-ը այսպես է, թափող հարակից տարածքներում տեղումները, իսկ Արարատյան դաշտի եզրավորող լեռնալանջերը հրաբխային ծագում են։ Արարատ լեռանից սկսած, Արագած, Գեղամալեռներ, ամբողջ նրա եզրային բորտերը, ինչպես ասում են, սահմանափակված են հրաբխային ծակոտկեն ապարներով։ Թափող տեղումների 80-ից 90%-ը կարող են ներծծվել։ Ծալքավոր, ծալքաբեկորավոր տեկտոնական տարածքներում թափող տեղումների 80%-ը հոսում է, ջրաթափանց ապարներ չեն։ Իսկ հրաբխային շրջանի լեռնային զանգվածների լանջերը 90%-ը ներծծվում են եւ գալիս կուտակվում են Արարատյան դաշտի արտեզյան, այսինքն դա հրաշք է մեր համար, շատ դրական մեծ առավելություն է, որ մենք չոր մեր արևադարձային գոտում ունենք մի հատ քաղցրահամ Սևանալիճ եւ դրանից բացի ունենք նաեւ Արարատյան դաշտ, որտեղ կա գրունտային ջրերի այդպիսի մեծ կուտակումներ։ Իսկ տեկտոնիկայի առումով մեր իմիջիայլոց նույն գաղափարը նորից բոլոր գործոնների փոխկապը, այո, տեկտոնիկան էլ կապ ունի հողերի նոր քիչ առաջ ես բացատրեցի ձեզ լեռների վրա հողառաջացման process-ը էականորեն տարբերվում է գոգավորությունների կամ հարթավայրերի վրա տեղի ունեցող հողագոյացման process-ների վրա։ Դա արդեն տեկտոնիկայի արդյունք է։ Լեռը լեռնակազմական process-ի արդյունք է, տեկտոնական գոգավորությունը նորից տեկտոնական process-ների արդյունք է, իսկ քայքայված նյութերով կուտակված գոգավորությունները, որոնք դառնում են հարթավայրեր, մեր հանրապետության տարածքի եղած չեղած մի քանի հարթավայրերը նման կուտակումներից առաջացած հարթավայրեր են։ Շիրակի գոգավորությունը, Սևանի գոգավորությունը, Արարատյան գոգավորությունը, դրանք բոլորը կոչվում են միջլեռնային գոգավորություններ։ Լեռներից քայքայված նյութերը եկել են, լցվել են, ստեղծել են քիչ թե շատ հարթ տարածքներ, որտեղ խիստ կտրտված, մասնատված, հողային դրա մասին չխոսեցինք, շատ կարևոր հարց է, այն երկրներում, որտեղ հողակտորները մեծ են, տնտեսության համար դա շատ կարևոր եւ դրական ցուցանիշ է։ Մեր մոտ բոլոր հողակտորները այն լավաշի մասին մուլտիկ կա, չէ, որտեղ ցույց է տալիս եւ բացատրում է երեխային, որ այ մեր հանրապետության հողերը բոլորը մի հատ լավաշի չափ են։ Այդ դա ատեղը պետք տրակտոր աշխատի, պետք է աշխատանքային գործունեություն ծավալի կտրտված ձորակներ, յուրաքանչյուր 100 մետր մեկ ձորակ է, 100 մետրը մեկ անբարենպաստ ռելիեֆային պայմաններ է, այդտեղ հողագործությունը զարգացնելու հնարավորությունը շատ թույլ է եւ զգայուն է։ Իսկ Ռուսաստանում կամ Եվրոպայում հազարավոր հեկտարներ գնում է անծայրածիր հարթ տարածքների վրա, կարող է մի քանի 100 հեկտարի վրա եգիպտացորենի կամ այո, առանց վարելանքի ծախսի, առանց տեղափոխման, առանց ֆիզիկական դժվարությունների, դա մեր հողերի աշխարհագրական տեղաբաշխման կարևորագույն առանձնահատկություններից է, որը նորից խիստ անբարենպաստ է։ Նորից դա նշանակում է, որ մեր մոտ հողագործությունը, բնօգտագործումը պետք է լինի շատ զգայուն եւ գիտական, գիտատեխնիկայի ժամանակակից
արհեստական բանականության մուտքը, տնտեսության բոլոր ճյուղերը, մարդկային հասարակության գործունեության բոլոր ոլորտները օպտիմալացնում է, դարձնում է շատ ավելի հնարավորությունների կիրառման դաշտ։ Մենք ունենք դրա խիստ կարևոր պահանջը, այնպես որ գիտությունը պետք է իր մեծ տեղն ունենա։ Գիտությունը պետք է օգտագործել տնտեսության զարգացման համար։ Գիտության պրոպագանդման, թեկուզ ոչ խոր ակադեմիական գիտական մեկնաբանությունները, որը այստեղ կարվեն, պարտադիրել չէ, պետք է լայն հասարակության համար հասանելի լինի լսարանը, բայց ինքը իր բովանդակությամբ շատ կարևոր է, նորից անդադ հիշեցնելու, որ գիտությունը ամեն ինչի հիմքում է։ Այո, առանց գիտության մենք չենք կարող։ Գուցե ժողովուրդներ, պետություններ կան նավթ ու գազ ունեցող, ձրի, այսպես ասած, ապրող լիքը պետություններ կան, իհարկե նորից հարաբերական է իմ ասածը, իրաց մեր ամեն ինչ պետք է գիտելիքահենք լինի։ Ցավոք սրտի, որը չի ասի կրթության այսօրվա մեր իրականության մասին չեմ ուզում ձեր հաղորդման նեղ ակադեմիական գիտականությունը այլ դաշտ տեղափոխել, բայց շատ կարևոր դեր ունեք եւ ես կարծում եմ լավ ապագա ունեք։ Շնորհակալ եմ անչափ։ Դուք պատմում եք եւ ես հիշեցի մի փորձ, որն արել են ամերիկացի գիտնականները, ճնճղուկի մի տեսակ, որն ապրում է եւ Կալիֆոռնիայում եւ Ալյասկայում, երկուսին բերել են մի դաշտ, ապակե սեղան, որն ունի խորոչի մեջ դրել են ընկույզ եւ փակել են ապակե անոթով։ Կալիֆոռնիական ճնճղուկը չի հասկացել ինչպես վարվել այդ անոթի հետ, որպեսզի ընկույզ ուտի, իսկ Ալյասկայի ճնճղուկը հմտորեն մի քանի վայրկյան հետո հրել է այդ անոթը եւ այդ խորոչի մեջ գտնվող ընկույզը կերել է։ Ձեր խոսքը ուր է տանում, ես հիմա ուզում եմ նաեւ դուք ձեր ասացի տրավաբանական շարունակությունն այն է, որ երբ սահմանափակ հնարավորություններ ունես, պետք է օգտագործել բնության կողմից եւ տվյալ դեպքում գիտության կողմից տրված հնարավորությունը, փորձը, գիտելիքը, գոյատևողը միշտ ավելի հնարամիտ է լինում։ Բարդ իրավիճակներից դուրս գալու ուղղություններ է փնտրում, հնարամիտ է լինում, ուղեղն աշխատացնում է, իսկ կներեք ծառի տակ պարկած բանանը գլխին ընկնող առանց նույնիսկ կլպելու բերանը բացելով ուտող անձը չի կարող նույն ակտիվ գործունեության եւ գործնեության հնարավորություն, այո, շատ հետաքրքիր բան ունեցաք։ Հետաքրքիր է, որ այդ փորձի հեղինակները նաեւ համեմատում էին ժողովուրդների հետ, թեև կարող է ինչ-որ ռասայական խտրականության այո, այդ մարդուսական տեսության կարևորագույն կետերից մեկը դա էր, որ սևամորթ ուրեմն հասարակացային ռասան պետք չի ունենա 4-5 տարբեր սեզոնների հագուստ, պետք չի ունենա տարբեր կալորիականության սննդի առկայության պայմաններ, ջերմությունը առատ է, կերային բազան անսահմանափակ միշտ կա, իսկ Չարչարվելի կամ բարձր աշխարհական լայնություններում ապրողը գարունը պետք է գարնան շոր հագնի, ամառը ամառվա շոր, ձմեռը պետք է մուշտակ հագնի եւ այլը պետք է շատ կալորիականությամբ սնունդ օգտագործի, որպեսզի կարողանա նորմալ նյութափոխանակություն, ֆունկցիաներ կատարի եւ իհարկե դա հետագայում քննադատվեց հատկապես մարքսիստական գաղափարախոսության կողմից, որ դա կապ չունի եւ այլ, բայց դրա մեջ կար աշխարհագրական դետերմինիզմ, այսինքն միջավայրի ազդեցությունը ցանկացած օրգանիզմի, սկսած ձեր ասած հողի մեջ ապրող անձրևավորթից մինչև բանականության պոշտված մարդը ազդում է միջավայրը եւ աշխարհագրական դետերմինիզմը այսօր արևմուտքում շատ ընդունված գիտություն է, կլիմայական գործոնը, ռելիեֆի բնական պայման, այո, խենք ասում հայը քարից հաց քամող ժողովուրդ է, այսինքն մեր համար այդ կտրտված հողակտորների եւ քարքարոտ, իսկ մեր հանրապետության տարածքում նաեւ հողերի կարևոր առանձնահատկություն մեծ է քարքարոտությունը, իսկ սևահող, փուխր Ծափաստանային հողերը աշխարհի հարթավայրային երկրներում չես համեմատի մեր լեռնային պայմաններին։ Իդեպ մեր հաղորդումից առաջ երբ զրուցում էինք, դուք ասում եք, որ Արարատյան դաշտը շատ բերրի հողեր ունի եւ դա պայմանավորված է նաեւ ռոռոկման համակարգով եւ ես ուզում եմ մեզ պատմեք այն մասին, թե ինչպես
ինչպես է մարդը կարողացել գլխի ընկնել եւ ինչ հնարամտություններ է կիրառել ժամանակի ընթացքում, եթե մենք ժամանակակից տեխնոլոգիաները մի կողմ դնենք եւ ժամանակակից արհեստական միջամտությունները հիշենք, ապա ինչպես է մարդը ժամանակին կարողացել հողը հարստացնել, որպեսզի այն հազարամյակներ շարունակ հողագործական աշխարհի կենտրոններից մեկը լինելով չի սպառել իր հնարավորությունները, բացի այն, ինչ դուք արդեն նշեցիք, երբ տեղափոխություններ են արվում մթերքների եւ հողը նորից հարստացնում են։ Ուրեմն ինչպես հողը որպես բնական ռեսուրս, բնական պայման, բնական պայմանը միշտ դառնում է ռեսուրս, եթե մարդը սկսում է այն օգտագործել։ Քանի դեռ հողը բնական վիճակում, խոպան վիճակում գոյություն ունի, գետը առանց մարդու միջամտության ուղղակի հոսում է, բնական անտառը աճում է, դրանք բոլորը բնական պայմաններն են թելադրում։ Այն րոպեից սկսած, երբ որ մարդը այդ հողը սկսում է մշակել, այդ ջուրը սկսում է ոռոգման կամ էներգիայի ստացման համար օգտագործել, դա դառնում է բնական ռեսուրս։ Դրա համար ասում ենք հողային ռեսուրս, ջրային ռեսուրս, ջուրը առանձին, հողը առանձին, իսկ երբ որ մարդն է օգտագործում, հողային ռեսուրս կամ ջրային։ Եվ չմոռանանք, որ ինչպես հողերը ունեն հասակ, այնպես էլ բնօգտագործման մշակույթ ունի հասակ։ Այսինքն երկրագնդի վրա եղել են հողագործության զարգացման կոնկրետ արյալներ, հիշեք, բոլորը հիմա ես կթվարկեմ, անապատային 4 տարածքներ են։ Եգիպտական քաղաքակրթություն, չինական քաղաքակրթություն, միջագետքի քաղաքակրթություն, հայկական քաղաքակրթություն, բոլորը անապատակ կիսանապատային տարածքներում են տարածվել։ Հիմա հարց է առաջանալու ձերից նորվա տված հարցը, ոնց ինչի եկան անապատում, որովհետև եթե դու անապատը ոռոգում ես, այն որ պոտենցիալ բերության մասին էի ես խոսում մեր հաղորդման սկզբում, դա այն թաքնված դրական էլեմենտներն են, որոնք միանում են, եթե դու ոռոգում ես, եթե ճիշտ հող օգտագործում ես անում, քո բերք ու բարիքը 10 տապատիկ ավելի շատ է, քան այլ տարածքներ։ Դրա համար Նեղոս գետը եգիպտական քաղաքակրթության համար, Տիգրիս Եփրատը հայկական քաղաքակրթության համար, Արաքս գետը Տիգրիս Եփրատը միջագետքի համար, Խուանխեն Յանցզին չինական քաղաքակրթության համար, դրանք 4 շրջանները, որոնք առաջացքից 4 են, բայց ջերմապահոված են, ոռոգելու դեպքում ստացվում։ Ինչի ենք մենք ասում միջինասիական սեխը ամենաքաղցրն է, ամենահամովն է։ Որտեւ այնտեղ ջերմության հենց բուն անապատում են աճեցնում, ջերմության գեր ավելցուկ կա, խոնավությունն էլ լրացուցիչ տալու դեպքում նա ունենում է ջերմային խիստ մեծ բավարարություն, համ քաղցրությունն է տեղը, համ համն է տեղը, համ չափերն է բավականին մեծանում եւ ստացվում է որակը Հայաստանը հայկական լեռնաշխարհը դասվում է հնագույն քաղաքակրթությունների հատկապես գյուղատնտեսական հեղափոխության պրոցեսների միջով անցած տարածքներից մեկը են, որ ասում ենք միացանքից անցնում էին բազմացանք, նույնիսկ քառացանք տարածքների օգտագործման, հայկական լեռնաշխարհը եղել է այդպիսի տարածք, լինելով միշտ էլ բարդ ռելիեֆ, բարդ բնակլիմայական պայմաններ ունեցող, բայց քաղաքակրթության մշակույթի ձևավորման հազարամյակների պատմությունը գոմաղբի օգտագործումը կամ բանի տարբեր տեսակի պարարտանյութերի, որ բացի գոմաղբից մարդիկ օգտագործել են բանեղած տարածքները այրելով, այդ մոխիրը բերելով լրացուցիչ նոր մենք բերում ենք գյուղերում, տների բաներում, որը շատ վտանգավոր է, իսկ երբ որ դու ամբողջ հողատարածքները օգտագործելուց հետո այրել ես եւ դրա օրինակ գտնում են, որ սավանայում բարձր բերիության արդյունքը նա է, որ հաճախ բնական ճանապարհով կայծակներից հրդեհները միլիոնավոր հեկտարներ, հազարավոր հեկտարներ այրում են եւ հողը բերիությունը դրանից բարձրանում է։ Այդ դեպքում բայց հողի մակերևութային շերտը չի վնասվում։ Չի վնասվում, այրվում է միայն բուսականությունը, այո, սկզբնական շրջանում որոշակի օրգանիզմներ, բաներ, նույնիսկ խոշոր կատնասունները, բաները փախնում են, գնում են այդ տարածքից, մեկ էլ հաջորդ գարնանը անենց հա ծաղկում այդ սավանայի տարածքը, նորից կենսառեսուրսները այնպես են արագ վերականգնվում, որը ցույց է տալիս, որ որոշակի դա ոչ թե ամեն տարի, այլ դա որոշակի ժամանակը մեկ
թարմանում է, առողջանում է նորվա, որ մենք ասում ենք, դառնում է ավելի կենսունակ տվյալ տարածքները։ Այսինքն հազարամյակների ընթացքում մարդիկ հողօգտագործման ամենատարբեր հմտություններ են ձեռք բերել, նորություններ են իրականացրել եւ ժամանակակից գյուղատնտեսության վարման բազմաթիվ կանոններ ժառանգված են հնից, դա մի օրում չծնվեցին ու բանը, ուղղակի ժամանակակից տեխնոլոգիաները, ժամանակակից կամ նոր սորտերի ստացումը, նոր բույսերի, ասենք, սելեկցիան, նոր կենդանիների սորտերը, դրանք ժամանակի ընթացքում անընդհատ տարել են դեպի բարելավում, զարգացում, որը ըստ էության բերել է գյուղատնտեսական տարածման այդ շրջանների զարգացմանը։ Այսօր էլ աշխարհում ես օրինակ բերեցի Իսրայելի օրինակը, որը 90% իր տարածքի անապատ է, բայց այդ մարդիկ կարողանում են ոռոգման այնպիսի տեխնոլոգիաներ կիրառել կամ արաբական արևելքի որոշ երկրներ, այո, Պարսից ծոցի երկրներ, չունենալով քաղցրահամ ջուր, նրանք միլիարդներ են ծախսում իհարկե իրենց նավթային ռեսուրսների հաշվին, աղազերծում են օվկիանոսի ջուրը եւ կարողանում են բերք ու բարիք ստանալ։ Այսինքն մարդը միշտ փնտրում է, գտնում է որոշակի միջոցներ, իսկ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը տանում է արդյունավետության անընդհատ բարձրացման, առաջ մեծ տեղ էր զբաղեցնում էքստենսիվ գյուղատնտեսությունը, երբ որ անընդհատ հողատարածքների ավելացման հաշվին էր բերքի բարիքը ավելանում, իսկ հիմա արդեն ներդրումների հաշվին, ֆինանսական ներդրումների, տեխնոլոգիաների, ռոբոտիզացիայի, մեքենայացման եւ այլ բանով միավոր մակերեսից դու ստանում ես 100 անգամ ավելի շատ բերք, քան դու պետք է 100 անգամ հողը ավելացնեիր, որ դրանից բերք ստանայիր, իսկ հողը ինչքան ավելացնում ես, այնքան հողի վրա ազդեցությունը մեծանում է եւ վտանգնել է, այո, մենք դատապարտված ենք ունենալու միայն ինտենսիվ գյուղատնտեսություն, մենք էքստենսիվի հնարավորություն չունենք։ Քանի տոկոսն է Հայաստանի հողային ռեսուրսների գյուղատնտեսական նպատակներից։ Ուրեմն ասեմ ձեզ, մեր հանրապետության հողային տարածքը հաշվում է շուրջ 3 միլիոն հեկտար, 30,000 քառակուսի կիլոմետր, որում մի քիչ պակաս, որից մոտավորապես 51-52% անօգտագործելի տարածք, կեսից պակասն է մեր հանրապետության տարածքի հողօգտագործման պիտանի եւ օգտագործվում։ Եւ այդ կեսի մի մասն էլ լեռներն են։ Չէ, այդ որ հանեցի, այդ լեռները, անպիտան տարածքները, այո, այսինքն բարենպաստ հողային տարածքներ են, իհարկե։ Մենք միշտ պարծենում ենք, որ մեր մթերքները շատ համեղ են, մեր մրգերը անհավանական քաղցր են, եւ երբ զբոսաշրջիկները ինձ հարցնում են ինչու է ձեր միրգն այսքան քաղցր, սեխի օրինակով ձեզ բացատրեցի։ Ես միշտ ասում եմ, որովհետեւ մենք ունենք միներալներով հարուստ հող, նաեւ ջուր եւ արևի էներգիա, այո, բայց Արարատյան դաշտում, դրա համար Արարատյան դաշտի ձմերուկը, սեխը, լոլիկը, վարունգը, պտղատու այգիները իրոք շատ քաղցր են, բայց Արագածոտնում էլ մենք շատ Արագածոտնի որոշ հատվածներ Արարատյան դաշտի սահմանամերձ հատվածներում են, Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ գյուղերը Արարատյան դաշտի հյուսիսային բորտն են, նրա հյուսիսային սահմանն են, նոր որ ասում էի դեպի Արագածի գագաթ բարձրանալիս, մենք մինչև 1300-1400 մետրի վրա կիսանապատային չոր տափաստանը այսօր կլիմայի արիդացման, կլիմայի փոփոխության չորացման արդյունքում հասել է մինչև 1700-1800 մետր, երբ որ սրանից մի 30 տարի առաջ չոր տափաստանը 1300-1400 մետրից վեր չէր բարձրանում։ Հիմա մենք 1700-1800 մետրի վրա ունենք չոր տափաստան։ Տխուր է, բայց ոչ միակողմանի տխուր, ես կարծում եմ ամեն մի զարգացումների դինամիկայից պետք է բան քաղես, արդյունք քաղես եւ ունենաս նոր իրավիճակներին հարմարվելու նախապայման։ Մարդկությունը այսօր պետք է հարմարվի գլոբալ այս փոփոխություններին, ոչ միայն աշխարհակաղակական, այլ կլիմայական, այլ նաեւ բնարեսուրսային երևույթների նկատմամբ ունեցած փոփոխություններին։ Ինչ է նշանակում շարունակել գյուղատնտեսության վարման նույն մեթոդները կլիմայի փոփոխության պայմաններում։ Ոչ, դու պետք է հարմարվես նոր պայմաններին, նոր արիդացման, միգուցե մի ուրիշ տեղ հումիդացման իրավիճակներում պետք է գյուղատնտեսության վարման մեթոդները փոխես, տեխնոլոգիական գործունեության ազդեցությունը համապատասխանեցնես նոր զարգացումներին, նոր պայմաններին,
բայց մեզ մոտ ցավոք սրտի շարունակում են ոնց եղել է 40 տարի առաջ, այսինքն 4 տափաստանը 1300 մետրի վրա թե 1800 մետրի վրա, այսօրվա գյուղացուն չի հետաքրում, մինչդեռ գյուղատնտեսության վարման, կուլտուրաների մշակման եւ նման բովանդակ հարցերին պետքա գիտականորեն մոտենալ եւ նստել տվյալ խնդիրներին լուծում տալու եւ համապատասխան հետեւություններ անելու։ Ինչով են տարբերվում հողը, ավազը եւ կավը։ Դուք նշեցիք ավազը եւ կավը, դրանք նույն հողի բաղադրության, կա հողի կազմություն եւ հողի կառուցվածք։ Հողի կազմության տեսակետից առանձնացնում են կավային հողեր, ավազակավային հողեր, ավազային հողեր։ Ավազի եւ կավի տարբերությունը ո՞րն է։ Ավազը մանրահատիկ մասնիկների մեծ քանակություն է պարունակում, ունի եւ իր պլյուսները եւ մինուսները։ Օրինակ, նրանք արագ տաքանում են, որովհետև նրանց մոտ մազանոթային ջրային արտերիաներ չկան, ինչպես կավային հողերում, եթե ավազային հողի մի նմուշ տնեմ ստեղ մեկը կավային է ստեղ, կավայինին տալու դեպքում դուք սառը զգացողություն կունենաք, ավազայինին ձեր տալուց տաք զգացողություն։ Ավազային հողերի մեջ ներծծումը կատարում է ֆիլտրացիայի մեխանիկական ճանապարհով, իսկ կավային հողերում մազանոթները խոնավությունը պահում են իրենց մեջ։ Կավային հողերի մեջ հումուսային նյութերի պարունակությունը անհամեմատ ավելի մեծ է, ավազային հողերը ավելի, այսպես կոչված, փոշիացած հողեր են, ստրուկտուրայից զուրկ հողեր են։ Ընդհանրապես ամենալավ ստրուկտուրային հողեր են, դրանք կավային հողերը, սևահողերը, որոնց մեջ գերակշռում են կնձիկային, հատիկային ստրուկտուրաները, այն որ ասում էի կալցիումը օգտակար է, նատրիումը վնասակար, կալցիումը սոսնձի դեր է կատարում, ագրեգատները կպցնում իրար, դարձնում է որոշակի տեսքի, օրինակ անտառային հողերը ընկուզանման ստրուկտուրա ունեն, տափաստանային հողերը կնձիկային ստրուկտուրա ունեն, հատիկային ստրուկտուրա ունեն, ավազային հողերը համարյա ստրուկտուրա չունեն, փոշիացած են, դրա համար նրանց բնական պրոդուկտիվությունը անհամեմատ ցածր է, քան կավային հողերը։ Այնպես որ ասել հող, ավազ եւ կավը եւ ավազը հողի բաղկացուցիչ մասն են, նայած նրանց կառուցվածքի, նրանց այսպես կոչված ագրեգատների, ագրեգատային վիճակի առանձնահատկություններից։ Դրա համար փոշիացած հողերից միջև ստրուկտուրային հողեր, հենց հողը կորցնում է իր բնական ջրային, ջրաֆիզիկական, օդային, ջերմային հատկությունները, կորցնում է նաև իր այդ կարևոր ստրուկտուրա առաջացնող հատկությունները։ Դանդաղ փոշիանում եւ վերածվում է քամու եւ ջրերի կողմից տարհանվող զանգվածի։ Դրա համար ստրուկտուրա առաջացնող process-ներում ամենամեծ նշանակություն ունեն բույսերի արմատային ցանցը, ոչ միայն կալցիումի պարունակությունը, ոչ միայն ջրաֆիզիկական կարևոր հատկանիշներ, այլ նաև բույսերի, հատկապես հացազգի կուլտուրաների, բազմախոտերի արմատային ցանցը ստրուկտուրաների առաջացման գործում ունեն շատ մեծ կարևոր նշանակություն։ Նույնը անտառների, ծառերի արմատային ցանցը, նրանք պահում են փոշիացումից, լվացումից եւ ստրուկտուրաներ առաջացնելով անտառում առաջացնում են ընկուզանման, տափաստաններում կնձիկային, հատիկային ստրուկտուրայով հողեր, դրա համար նրանց բնական բերիությունը, ինչի եմ ասում, բնական բերիություն, արհեստական բերիություն, պոտենցիալ բերիություն, բնական բերիությունը այն գլխից նրանց մոտ լավ է, որտեղ հողերը ստրուկտուրային են, հողերի ջրաֆիզիկական հատկությունները լավն են, ջերմապահոված են, ջրապահոված են, իսկ փոշիացած հողերը, այդ նույն Արարատյան դաշտի աղուտ ալկալի հողերը, ստրուկտուրա գոյություն չունի, փոշի է, սենց վերցնում ես, տակը բան չի մնում, իսկ դրա համար հատուկ փորձեր են անում, հատուկ լաբորատոր պայմաններում ուսանողներին մենք ցուցադրում ենք կամ դպրոցում աշակերտներին, թե ինչպես են որոշում հողը կավային է, կավավազային է, ավազային է, փոշիացած է լրիվ թե ոչ, դրա համար կան հատուկ մեթոդներ, հիմա դա ես չեմ բացատրի, բայց դա շատ պարզ հասարակ ձևով աշակերտը կամ ուսանողը տեսնում է, թե ինչպես են նրանք ձևավորում։ Եվ կառուցվածքի առումով ստրուկտուրային հողերը դասվում են աշխարհի ամենաբերի հողերի դասին։ Շնորհակալ եմ անչափ։ Կազմությունն էլ կառուցվածքն էլ շատ կարևոր հողեր են, բաներ հատկություններ են։ Այո։ Շնորհակալ եմ անչափ, շատ հետաքրքիր էր։ Ձեզ եմ շնորհակալ։ Ձեզ հետ նույնպես շատ հետաքրքիր զրույց ստացվեց։
Եվ Մի մտահոգիչ քիչ շատախոսեցի թեմաներ, չէ, կներեք։ բոլորովին, եւ մտահոգիչ թեմաներ քննարկեցինք եւ գիտելիք ձեռք բերեցինք եւ ես եւ վստահ եմ մեր հետևորդները եւ հուսանք, որ ձեր խոսքերը կհասնեն այն մարմիններին, որոնք հոգ են տանում հողի մասին ի վերուստ եւ ի պաշտոնե եւ ժողովուրդը նույնպես դասեր կքաղի եւ հողի հետ կսկսեն ավելի ճիշտ ավելի գրագետ եւ հոգատար աշխատել։ Միանշանակ եւ ձեր հաղորդման կարեւորությունը մեկ անգամ եւս նշում եմ, կրթությունը շատ կարեւոր է, գիտությունը շատ կարեւոր է, բայց դրա հանրամատչելիությունը եւ աուդիտորիային հասցնելը դա շատ կարևոր է։ 20 տարի դասավանդել եմ հողագիտություն Երևանի պետական համալսարանում, 9 տարի դասավանդել եմ մանկավարժական համալսարանում, դա ակադեմիական նեղ գիտելիքներ է, որը փոխանցում ես ապագա մասնագետներին, բայց որոշակի ինֆորմացիա նաև հասարակությունը պետք է ունենա եւ դրա հիման վրա լինի ավելի կրթված, ավելի որակով շրջապատի նկատմամբ ունեցած վերաբերմունքի առումով։ Շնորհակալ եմ Անչա։ Ձեզ եմ շնորհակալ, ձեր գործերին հաջողություն։ Իսկ ձեզ կհանդիպենք հաջորդ շաբաթ, սիրելի մարդիկ, լավ եղեք։